Слава Богу за сегодняшний вечер. Мы сегодня чуть-чуть научимся, можете сесть. Մենք բոլորս ասում լսում ենք, Мы все слушаем Бога, բայց չենք հնազանդում։ но не исполняемся. Ու հենց դժվարությունը դրա մեջ է, И трудность в этом, որ մենք ասում լսում ենք, բայց չենք հնազանդում։ что мы слышим Бога, но не послушаемся. Ու ամբողջ աշխատանքի գեթումը, որ մենք մեր լսած խոսքին կարողանանք հնազանդել։ И вся работа именно в том, что то, что мы слышим, чтобы мы смирились, Որպեսզի Были послушаем. որ կարողանանք նաև կատարենք։ чтобы мы смогли это исполнить. Որտեղ հենց կատարում ենք, Потому что как мы исполняем, այն ժամանակ մենք տեսնում ենք Աստծո հրաշքները։ тогда мы видим чудеса Божьи. Ու Աստվածաշնչի մեջ մենք կարդում ենք հիմա Հովհաննեսի մեջ, И мы в Священном Писании читаем 10-րդ Иоанна, գլխում, 10-րդ глава 10, ուրեմն Հովհաննեսի 10-րդ գլուխ մենք կարդում ենք Հիսուսի խոսքերը, որ Հիսուս ասում այսպես։ и читаем слова Иисуса, который говорил так. Ուրեմն ճշմարիտ առաջի խոսքից եմ կարդում։ С первого стиха читаем. Ճշմարիտ ասում եմ ձեզ, ով որ դռնով չի մտնում ոչխարների գավիթը, այլ ուրիշ կողմից է վերելնում, նա գող է եւ ավազակ։ Истинно, истинно говорю вам, кто не дверью входит во двор овчий, он перелозит извне тот двор и разгонит. Բայց դռնով մտնողը ոչխարների հովիվն է։ Но тот, кто входит дверью, он пастырь овцам. Դռնապանը նրա համար բաց է անում եւ ոչխարները ձայնը լսում են, И дверник отворяет, и овцы слушают голос его, и он зовет своих овец и по имени, и выводит их. այո, եւ նա իր ոչխարներին իրանց անունով կանչում է եւ նրանց դուրս է հանում։ Ուշադրություն ուզում եմ ձեր գրավեմ այս որ ասում եմ նրա ոչխարները լսում են նրա ձայնը։ И хочу, чтобы вы обратили внимание, что он зовет своих овец, и они слушают его. Ու ոնց է կանչում, ասում է իր անունով է կանչում։ И как он зовет, каждого зовет по имени. Ուստի գաղտնիքա, И здесь есть тайна. որ երբ որ Աստված քեզ կանչում է, քո անունով է քեզ մոտեցում ստանում։ И когда Господь тебя зовет, он зовет тебя по имени. Չի ասելու, «Էй դու», օրինակ անունը ինչպես է։ Ռոմա։ Չի ասի, «Էй դու», լսի քո հետ է։ Աստված էս լեզուն չի օգտագործում։ Бог не использует такой язык, не говорит «эй, ты», а конкретно обращается по имени. Կասի Ռոման, ու դու վրաց հասկանաս, որ էդի ուղակի ինչ-որ մեկը չի։ Քո անունով մենակ քեզ իրավունք ունի Աստված կանչի։ И он обращается, говорит, ты, Роман, и ты понимаешь, что это конкретно обращение к тебе. Ու քեզ ճանաչող մարդը կկանչի։ И тебя по имени зовет тот, который тебя знает. Քո ծնողներն են, Твои родители, քո ընկերներն են, твои друзья, քո ուսուցիչներն են։ твои Մի учителя, խոսքով, քեզ ճանաչող մարդը։ те люди, которые тебя знают. Ու սրա պատճառով մենք հասկանում ենք, որ դա Աստծուց է։ И по этой причине мы понимаем, что это от Бога. Ինչու որտեղ Աստված խոսում է տարբեր ճանապարհներով։ Потому что Господь, Он говорит разными путями. Ու այդ տարբեր ճանապարհների մեջ հատկանշական բանը սա է, И в этих разных путях именно самое удивительное в этом, որ քեզ քո անունով է կանչում։ что Бог зовет тебя по имени. Ու դու ճանաչում ես իր ձայնը։ И ты знаешь Его голос. Որտեղ քեզ անծանոթ մեկը չի կանչում։ Потому что никто не знаком с Քեզ тобой ճանաչող зовет, մեկն է կանչում։ а зовет тот, который знает тебя. Ինչքան ես լսել եմ Աստծո ձայնը, И сколько я слышал голос Господа, ինքը միշտ ինձ իմ անունով է դիմել։ Он всегда обращался мне по Ու имени. դա մեկ-երկու անգամ չի եղել։ И это не один, не Դա два շատ раза. անգամներ է եղել։ Это очень много Դա раз. միշտ այդ լեզուն է օգտագործում։ И Он всегда использует этот Ու язык. ես գիտեմ, որ այդ ինքն է։ И я всегда Кавказ знаю чумный. это. И не сомневаюсь. Почему? Եկեք տեսնենք շարունակությունը։ Ասում եմ, երբ որ իր ոչխարներին դուրս է հանում, ներս է առաջ գնում, ոչխարները գնում են նրա ետևից, որովհետև նրա ձայնը ճանաչում են։ И давайте дальше посмотрим. Говорит, и когда выведет овец, идет впереди ними, а овцы за ним идут, потому что знают голос его. Слушайте, знаем голос, չէ՞։ Ճանաչում են նրա ձայնը։ Ինչու որովհետև իր անունով է կանչում են։ Вы видите, говорит, что они знают его голос, он зовет их по имени. Էսի շատ կարևոր է։ Это очень важно. Կախված է մեր հետագա ընթացքը հարաբերությունների մեջ։ В этом это очень важно, потому что в нем строится наши Հիմա взаимоотношения. 5-րդ խոսքը եկեք կարդանք։ Давайте 5 стих. Բայց օտարի ետևից չեն գնում, այլ նրանց փախչում են, որտեղ օտարի ձայն չեն ճանաչում։
А за чужим уже не идут, но бегут от него, потому что не знают чужого голоса. Հարց ինչու։ Почему? Որտեվ օտարը քեզ անունով չի դիմում, Потому что чужой не зовет тебя по имени, որտեվ քեզ չի ճանաչում։ потому что он не знает тебя. Սատանան քեզ երբեք քո անունով չի դիմելու։ Дьявол он никогда не зовет тебя по имени. Ինչու։ Почему? Որտեվ ինքը այդ իրավունքը չունի։ Потому что он не имеет этого разрешения. Եթե ինքը քեզ քո անունով դիմի, Потому что если он будет тебя звать по имени, պետք է ինքը ընդունի, он должен принять, որ դու Աստծո պատկերով ու նմանությամբ ես։ что ты по образу и подобию Божьему. Իսկ եթե իրան ձեր չի տալի, А это ему не надо. որտեվ հրճակել քո անունը, Потому что исповедовать свое имя, այդ նշանակում է, որ դու իրանց բարձր ես։ это показывает о том, что ты выше его. Իսկ երբ որ Աստված քեզ իր քո անունով է կանչում, А когда Бог зовет тебя по твоему имени, ինքը քեզ իրան հավասար է սարքում։ он тебя выравнивает с собой. Տարբերություն հասկացա՞ր։ Разницу поняли? Էսի բանալի է հասկանալու համար Աստծո ձայնը ճանաչողության մեջ։ Это ключ, чтобы вы поняли, как понимать от Господа голос. Դրա համար Հիսուս ասում է իմոնք ճանաչում եք ինձ այդը։ Потому Иисус говорит, мои, они знают моего голоса. Ինչու որտեղ ես իրանց անունով եմ կա։ Почему? Потому что я их зову по имени. Անկամ այս աշխարհում И даже в этом мире, Հիսուսը մեղավոր մարդկանց էլի իր անունով է կանչում։ даже грешных людей Бог всех зовет по имени. Դրանով ինքը անձնավորում է մարդուն, Этим он каждому дает личность, արժևորում է մարդուն։ оценивает, ценность дает. Մարդիկ իրանց լավ են զգում, երբ որ իրանց անունով են դիմում։ И люди себя хорошо чувствуют, когда их зовут по имени. Էսի շատ կարևոր է։ Եկեք բաղերեն նայենք։ Давайте еще посмотрим. Պետրոսը, Պողոսը դեռ փրկված չէ։ Павел еще не был спасен. Գործ առաքելոց 9-րդ գլխում Деяния апостолов 9 глава. մենք կարդում ենք, երբ որ Հիսուս եկավ այցելեց Պողոսին։ И мы читаем, когда Иисус встретился с Павлом. Պողոս այդ ժամանակ դեռ ապաշխարած մարդ չէր։ Павел здесь, он еще не покаялся. Կարդանք այդ խոսքերը։ Не читаете стихи? Տեսեք, երրորդ խոսքից եմ կարդում։ Սողոսը, որ գնում էր Դամասկոս, որ քրիստոնյաներին ձերբակալել, երրորդ խոսքից Читаю 3 стиха, когда Павел шел в Дамаск, чтобы арестовать верующих. Հանկարծ նրա 4 կողմով լույսը փայլեց երկնքից, Когда же он шел, приближался к Дамаску, внезапно осиял его свет с неба. 4-րդ խոսքը տեսեք ինչ ասում։ Եվ նա գետնի վրա ընկած մի ձայն լսեց, որ ասում էր նրան. «Սաղ, ինչու ես ինձ առածում»։ И в 4 стихе говорит, он упал на землю и услышал голос, говорящий ему, Савл, Савл, что ты гонишь меня? Չի ասում Պողոս։ Он не говорит Павел, Он ասում է Սաղ։ он говорит Савл. Սա նշանակում է, որ նա չփրկված մարդու է դիմում։ Здесь видно, что он обращается к неспасенному человеку. Անկամ այս հարցում Աստված անձնավորում է մարդուն։ И даже в этом вопросе мы видим, что он поднимает его личность. Ու հետո է որ Սավուղին սարքում է Պողոս։ Это впоследствии он из Савла сделает Павла. Ու դա նշանակում է, որ մարդը փոխվեց։ И это показывает, что Նոր կյանք ձեռք բերեց։ человек, он изменился и совершенно новым человеком стал. Ակերացեցիք, տեսեք, ինչի՞ ուզում այս բանի դուք ուշադրություն դարձնեք, որովհետև ասում լսելու մեջ սա շատ կարևոր է, զանազանելու համար առաջին։ Почему я хочу, чтобы вы это поняли? Потому что в этом вопросе вы должны конкретно понять. И номер один. Մենք զանազանում ենք ինչ ասուց են գալիս, ինչ ասուց չի գալիս։ И мы начинаем разделять, что приходит от Бога, а что не приходит от Бога. Ինչ որ ասուց գալիս է քո կյանքի մեջ, նա անձնավորելով է գալիս, քեզ արժևորելով է գալիս։ И все, что приходит от Бога, оно приходит, чтобы тебе поднять, чтобы из тебя слепить личность. Իսկ ինչ որ ասուց չի գալիս, քեզ արժեքազրկում է։ А все, что приходит не от Бога, оно унижает тебя. Որտեղ օրինակ ձեզանից յուրաքանչյուրի համար շատ վիրավորական կլինի, եթե ձեզ դիմեն ոչ թե ձեր անունով այ տղար այստեղ, այ աղջի գնան դե։ Потому что вам это не понравится, если кто-то вас не по имени, а просто говорит, эй, иди сюда, эй, девушка. Իդի աղջի ասա։ Աղջի։ Աղջին ասա։ Эй, деваха. Աղջի։ Լավ, ստե ինչ եմ ուզում որ դուք տեսնեք, երբ որ հանկարծ մեզ
Մեր անունով են դիմում, մեզի արժևորում են, բայց մեր անունով չեն դիմում, մեզի արժեքազրկում են։ Вы видите, когда нам обращаются по имени, то ценность дают нам. Սա կարևոր է զանազանելու համար։ Это очень важно, чтобы мы смогли разделить. Ուրեմն Հիսուսի ասածը սրանով է յուրահատուկ։ И итог, слова Иисуса в этом ценны. Որ ինքը ասում է իմ օնք ճանաչում են իմ ձայնը, Что мои знают моего голоса, իսկ օտարի ետևից չեն գնում։ и они не идут за чужим. Որովհետև իմ ոնց ես իրանց անունով եմ դիմում, Потому что я моим обращаюсь по имени, դրա համար են իրանք ճանաչում իմ ձայնը, потому они знают моего голоса. բայց օտարը իրանց անունով չի դիմում, Но чужой, он не зовет их по имени. եւ նրանք այդ օտարի ձայնը չեն լսում, И они не слушают голос чужого, ի օտարի հետևից չեն գնում։ и за ним не идут. Հասկացանք այս տարբերությունը։ И Այս вы поняли շատ эту կարևոր է։ разницу? Это Մենք очень ցենց важно. սովորել ենք հասկանանք։ Մենք մեր երեխեքին անգամ անուն ենք տալիս, դրանով արժևորում ենք։ И даже мы своих детей даем имена, этим их поднимаем ценность. Երբ որ հանկարծ ինչ-որ մեկ իրանց անուն տալիս է, И если кто-то называет их по имени, առաջի բանը, որ նրանք արձագանքում են, и первое, что они откликаются, ինչ որ ծանոթ մեկն է իրանք կանչում։ значит, кто-то знакомый их зовет. Հասկանում եք, ինչքան է պատահել, որ ասենք մեկը կանչիլա Կարեն, Очень часто бывало, что вдруг ты слышишь, кто-то говорит «Кара». ու ես տեսնում որ տեսնում եմ դու կանչում։ И я сразу поворачиваюсь посмотреть, кто это меня зовет. Բայց սպասում է այդ մեկ ուրիշ Կարենի է կանչում։ И выходит, что это вообще другому Карену звали. Ու դերից իմանում որ մեկ ուրիշ ամեն է Կարեն։ И я этим узнаю, что кому-то тоже зовут Кара. Ահա, բայց հասկացա որ առաջին արձագանքը ծանոթի հասկացողը, որտեղ իմանն է հնչում։ Но самое первое я откликнулся, потому что подумал, это меня зовет кто-то знакомый. Իսկ օտարը երբ որ քեզ դիմում է, դու չես ուզում նրան ուշադրություն դարձնես։ Որտեղ դու չես արձագանքի։ Когда чужой зовет тебя не по имени, ты даже не откликаешься. Այդպես է։ Բնականon բանով եմ ասում։ Հիսուսը բնական բողով սովորացնում է, որ հետո իրանց բերի հոգևոր դաշ։ И это естественно, и Иисус это все делает, чтобы это все привести потом в духовную Ուրեմն, сферу. մի քանի ճանապարհներ եկեք միասին նայենք ոնց Աստված խոսում։ И давайте несколько путей мы посмотрим, как Бог говорит с нами. Աստված մեզ տարբեր ձևերով է խոսում։ Бог нам с нами говорит разными путями. Հա, ու ամենակարևոր բանը մենք հիմա նայենք այս ճանապարհները, ոնց են խոսում։ И важные пути мы посмотрим, как Бог говорит с нами. Օրինակ, Աստված մեր հետ խոսում է Աստվածաշնչի միջոցով։ Например, первое, Бог говорит с нами через Священное Писание. Ինչի է կարևոր, որ մենք խոսք կարդանք։ И почему так важно, чтобы мы читали Священное Писание? Համար առաջին, Номер один. որտեղ Աստված ուզում է խոսակվել։ Потому что Господь, Он хочет говорить с тобой. Պատճառներից մեկը, որ մենք չենք կարդում Աստծո խոսքը, Один из причин, почему мы не читаем Священное Писание, այդ ճշնամու վերաբերմունքն է։ это отношение врага, Որը ազդում է մեր վրա, который влияет на нас, որ մենք Աստծո խոսքը չկարդանք։ чтобы мы не читали Священное Ничего. Писание. Почему? Որովհետև Աստված ուզում է, որ այդ խոսքը իր գրված խոսքի միջոցով։ Потому что Бог Он хочет говорить с тобой через своего Писания. Դրա համար կոչ ես լսում ծառայողներից, հովներից, որ կարդացիք Աստծո խոսքը։ И потому ты слышишь призыв от служителей, от пастора, что давайте читать Священное Երբ որ Писание. հանկարծ ես հարցնում ասում եմ դուք Աստծո խոսք կարդում եք, И когда вдруг спрашивают, ты читаешь Священное Писание? ներվում ես ասում ես չեմ կարդացել։ И ты грустишь, говоришь, вот я не читаю. Կներեք ժամանակ չեմ ունեցել։ Извините, у меня нет времени. Զբաղված եմ եղել։ Я занят. Դրա ժամանակ չունեն։ Нет времени для этого. Դրանք սա ինքնապաշտպանություններ կամ А ինքնաարդարություն։ это все именно самозащита. Բայց հարցը դրա մեջ չի։ Но вопрос не в этом. Հարցը որ Աստված է ուզում քեզ կարդալ։ Именно вопрос в том, что Бог, Он хочет, чтобы ты прочитал. Ո՞վ է ձեզանց այսօր հայրու մեջ նայել նոր տնից ուսեք։ Кто из вас сегодня смотрел в зеркало и вышел из дома? Вы здесь посмотрите. Никто։ Լավ, բնականոնը ավել եք, չէ՞։ Բնականոն հայրու մեջ դուք նայել եք, նա դասվել եք նոր եք դուսել եք։ И, естественно, вы посмотрели сперва в зеркало, потом вышли из дома. Աստված իր խոսքը համատում է հայրու հետ։ И Господь, Он свое священное Писание сравнивает с зеркалом.
որ երբ որ դու հայրու մեջ նայես, հասկանաս ինչ փոխեց։ И когда ты смотришь в зеркало, ты понимаешь, что надо поменять. Դրա համար առաջին հերթին И потому в первую очередь Աստված խոսում է իր խոսքի միջոցով։ он говорит через свое Ինչու Писание. Աստված ուզում որ դու խոսքը կարդաք, Почему он хочет, чтобы вы его прочитали? որովհետև ինքը ուզում է խոսի ձեզ հետ։ Потому что он хочет говорить с вами. Հենց իր Աստվածաշունչ բառը ինչ որ միտեղ ասում է սա սիրո նամակ է ուղարկված մեզ։ И именно Священное Писание, с одной стороны, говорят, что это письмо любви от Бога к человеку. Ու երբ որ դու կարդում ես, И когда ты читаешь его, դու այդ ժամանակ հասկանում ես այն մեկը ոնց է քեզ սիրում։ и ты понимаешь, как сильно тебя любит, Ուրեմն ինքը քեզ կոչում է քո անունով, значит, он тебя зовет по имени, ու դրա պատճառով դու ճանաչում ես իր ձայնը, и именно потому ты знаешь его голос. ու մի հենց գլխավոր ճանապարհներից մեկը իր խոսքն է, որի միջոցով ինքը խոսում է։ И один из главных путей, через которого Бог говорит, это его Писание. Աստծո խոսքը ասում է հենց Հեսու 1:8-ում, И Священное Писание Иисуса Навина, 1 глава, 8 стихе, говорит: որ այս օրենքի գիրքը բերանցը չհեռանա, «Да не отходит сия книга закона от уст твоих, այլ գիշեր ցերեկ նրա վրա մտածես, но поучайся в ней день и ночь, որ պահես եւ կատարես բոլոր նրա միջի գրվածի պես, дабы в точности исполнить все, что в ней написано. որտեղ այն ժամանակ ճանապարհներ հաջող կանես, այն ժամանակ խիլամուտ կես։ Тогда ты будешь успешен в путях твоих и будешь поступать благоразумно». Պատկերացնում եք, այստեղ ինքը ինստրուկցիա է բացում, որ դու ոչ միայն կարդաս, մտածես, նաեւ կիրառես։ Вы видите, здесь Господь дает инструкцию, что ты не просто читаешь, но ты размышляешь, исполняешь все в точности и да. Դա։ Հիմա լսեք, ամենահետաքրքիր բանը, երբ որ այս խոսքերը Հեսուն գրել է մեզ համար, И самое интересное, что когда Иисус Навин писал эти местописания մեր համար, для нас, բայց ինքը բանավոր է լսել, он тогда устно это все написал, устно сказал. услышал։ Да, он услышал от Бога устно. Պատկերացնում եք, այդ նշանակում է ինքը ճանաչում է իր ոնց, И вы знаете, он это показывает о том, что он знал голос Господа, что он услышал это и принял. որովհետև Потому что որտեղ ասել է Հեսու, Бог ему сказал: Иисус Навин, այս գիրքը չհեռանա։ пусть эта книга не отходит от уст твоих, Գիշեր ցերեկ մտածես։ а перед глаз твоих, а ночью и днем размышляем. Իրան անունով կանչե։ И он его позвал по имени Бога. Դրա համար ինքը հասկացել որ էսի Աստված է։ И потому он понял, что это Бог с ним говорит. Ինքը Աստծուն չի տեսել, Он не видел Бога, բայց ձայնը լսել է, но голос его услышал, որտեղ էլ ժամանակ չկար տեսնելու։ потому что еще не было времени видеть. Հնարավորություն չկար И տեսնել, возможности не было видеть, բայց հնարավորություն կար լսել։ но он имел возможность слышать. Նույնը նայում մեր համար է։ И то же самое для нас. Մենք ունենք հնարավորություն տեսնելու ենք, И мы сегодня имеем возможность увидеть. բայց մինչև տեսնելը առաջին հնարավորություն լսելն է։ Но перед тем, как увидеть, первую возможность услышать его. Երբ որ առաջին հնարավորություն դու օգտագործես, И когда ты первую возможность դու используешь, երկրորդի դուրը կբացես։ ты откроешь дверь для второй возможности. Որտեղից ենք դի հասկանում։ От чего мы это понимаем? Հոբի գրքից։ Из книги Иова. Ուզում եմ այդտեղ ձեզ ցույց տալ։ Я хочу это место показать вам. Հոբի 42 գլուխ։ Иова, 42 глава. Երբ որ սա այդ իրարանցումների միջով հոբ անցնում է, И когда Иов, он прошел через все эти испытания, նայեք ինչ է հոբը պատասխանում ասում։ и вы смотрите, что Бог говорит Иову. Иов говорит Богу. Երբ որ Աստծո հետ հանդիպում ունի։ И когда он имел именно встречу с Богом. Նայեք առաջին խոսքից կարդում եմ, ուշադրություն դարձնեք։ Եվ հոբը պատասխանեց Եհովային եւ ասեց. И отвечал Иов Господу и сказал: Գիտե որ ամեն բան կարող ես, եւ քո դիտավորությունները չի արգելվի։ знаю, что ты все можешь, и что намерение твое не может быть остановлено. Ով է նա որ խորհուրդը նսեմացնի անիմաստ խոսքերով։ Кто сей омрачающий провидение, ничего не разумея? Ասում է իրավ խոսել են, բայց չեմ հասկացել։ Ինձ համար անիմանալի են եղել եւ ես չգիտեի։ Так я говорил о том, что не разумел, о делах чудных для меня, которых я не знал. Աղաչում եմ լսի, որ խոսեմ քեզ հարցնեմ եւ ինձ իմացրու։ Выслушай, взывал я,
И я буду говорить, и что буду спрашивать у тебя. Ինքը Объясни мне. Հիմա 5-րդ խոսքին ուզում եմ ձեր ուշադրություն գրավել։ И я хочу, чтобы вы сейчас обратили внимание на 5 стих. Ասում եմ ականջի լսելով ես լսել էի քո մասին, բայց հիմա իմ աչքերը տեսնում են քեզ։ Я слышал о тебе слухом уха, теперь же мои глаза видят тебя. Տեսեք, ինքը լսել է սկզբում, Смотрите, сперва он слышал Господа, հնազանդվել է իր լսած и խոսքին, он был в послушании этому голосу, ինչ որտեղ դժվարություն է վերապրել, и где-то он через трудности բայց հիմա прошел. ինքը գաղտնիքը բացում։ Но теперь вот для него открылась Ասում тайна. հիմա ես տեսնում եմ քեզ։ Теперь я начал видеть тебя. Ուրեմն պետք է լսած խոսքին հնազանդվենք, Значит, надо смириться перед слышанным словом, быть послушным, быть послушным որ կատարենք, и исполнить, որ նաև տեսնենք իրար։ чтобы мы начали видеть его. Այդքանով ջոխը լսելու ես արվեստը։ И в этом именно величие слышать его голос и Երբ որ смириться. մենք սովորենք լսել, Когда мы научимся слушать его голос. խոսքի միջոցով, երբ որ Через его слово, когда мы его Քերում читаем. զմակու հետ խոսա։ Господь хочет с тобой говорить. Այս մոտեցումը ավելի լավ։ И такое приближение, оно важно. Դու չես կարդում Աստվածաշունչը, Ты не просто читаешь Священное որ ինչ Писание, որ մի բան իմանաս։ что просто что-то Քո համար знаешь. որոշում կայացրել։ Ты должен для тебя решить. Ես կարդում եմ Աստվածաշունչը, Я читаю Священное որտեղ Писание, Տերը ուզում է իմ հետ խոսա։ потому что Бог хочет со мной говорить. Առաջին ինքն է ուզում իմ հետ խոսա։ Во-первых, Он хочет со мной Որտեղ իմ поговорить, ներսում ցանկություն առաջացնել։ потому что чтобы во мне появилось желание, Որ ես էլ իր հետ խոսա։ чтобы я тоже начал говорить. Միշտ ինքը առաջինն է։ Он всегда первый. Էսի բանալի է։ Это ключ. Մի երկրորդ տարբերակ, որ Աստված խոսում է մեզ հետ, И второе, что Бог говорит с нами, Աստված խոսում է մեզ հետ երազների եւ երազած տեսիլների միջոցով։ Бог говорит с нами через видение и через сны. Հիշեք ոնց ենք էլի զանազանում, И вспомните, как мы это разделяем. երբ որ Աստված մեր հետ խոսում է, Когда Бог говорит с нами երազների մեջ նույնպես օգտագործում է մեր անունը։ и говоря через сны, опять использует, обращаясь к нам по имени, Արժևորելով քեզ, чтобы поднять ценность нашу. իսկ երբ որ Սատանան է խոսում երազների միջոցով, А когда дьявол говорит через наши сны, նա արժեքազրկում է քեզ։ он наоборот обесценит человека Ու որից է մեկի։ или кого-либо. Հայր կլինի, Отец մայր կլինի, будет, мать մեծ будет, աղբեր կլինի, старший брат ույր будет, կլինի, сестра будет, ովիվ կլինի, пастор будет, ծառայողներ կլինեն, служитель будет. թշնամին արժեքազրկում է, Враг он бесценит, իսկ Աստված արժևորում է։ а Бог наоборот Դու սենց զարմացնում понимает ценность человека, Երրորդ տարբերակը, որ Աստված խոսում է։ который Бог говорит с Մենք нами. կարանք թվոց 12:6-ը, 12:6 ես խոսքը կարդանք, որը հաստատում է։ Աստված էսպես ասում է. Հիմա իմ խոսքը լսեցեք։ Եթե ձեզանից մեկը մարգարե լինի, ես Եհովաս ինձ տեսիլքի մեջ կճանաչեցնեմ կամ երազով կխոսեմ նրա հետ։ Այստեղ խոսում է, որ երազով Աստված խոսում է մարդկանց հետ։ И здесь в числах 13 глава 6 стихе, это мы в втором пункте говорится. И сказал, слушайте слова мои, если бывает у вас пророк Господень, то я открываюсь ему в видении, во сне говорю с ним. Но не так. Здесь այս հատվածում մենք ինչ ենք տեսնում, որ ինքն ասում է, որ ես երազների միջոցով խոսում եմ մարդկանց հետ։ Мы в этом Писании видим, что Господь говорит, что я через сны говорю, через моих пророков. Հիշեք, որ զանազանելու համար մի բան է։ Помните, что разделить это все, различать одновечно. Քեզ դիմում են անունով, Тебя обращаются по имени, քեզ արժևորում են, тебя оценивают, поднимают твою ценность, քեզ չեն զրկում քո անվան արժեքից, тебя не исключают от твоей ценности, քեզ միշտ բարձրացնում են։ и тебя всегда поднимают. Բայց երբ որ այս բոլոր էլեմենտները ձեր երազներում չլինեն, Если это все элементы нет у вас, որ нет, ձեզի չեն դիմում ձեր անունով, что тебя не обращаются по имени, արժեքազրկում են, обесценивают Հեղինակացնում тебя, սրանք ասուր չի գալ։ это показывает, что это не от Бога. Երրորդ տարբերակը, որ Աստված խոսում է մարդկանց հետ, И третье, как Бог говорит с нами, ինքը խոսում է տեսիլքների միջոցով։ Он говорит через видение. Սա կոչվում է բաց sense մտքի աշխարհում եղած պատկերներ, երևույթներ, որ մենք կարող տեսնենք, լսենք, ընկալենք։ Это говорится о том, что в мире через разные картинки Бог говорит с нами, Մեր մտավոր աշխարհում в է наших мыслях.
Աստված կարա պատկերներ ցույց տա։ В наших мыслях он может дать какие-то картинки, Տեսիլքներ ցույց տա։ как видение. Մենք կարող ենք դա բաց աչքերով տեսնել, Мы можем это через открытые Как глаза папочки видеть, вот можем такие. через закрытыми глазами. դրա մեջ մեր երևակայությունը մեծ դեր է խաղում։ Тут наше представление играет роль. Воображение։ Воображение. Հա։ Որովհետև Աստված խոսում է մեր воображение-ը սկսում է բաներ արտադրել։ И Бог, когда говорит с нами, наше воображение включается. Ինքը մի անգամ միանում Աստծո ուզածներին ու Աստծո բաներն է И տեսնում։ наше воображение сразу подключается Он к сразу- Божьему желанию и начинает показывать то, что Бог хочет. Ասենք ոնց որ Հիսուսը օգտագործում էր առակները։ Как и Иисус использовал притчи. Մարդիկ իրաց տեղում նստած պատկերացնում են այն ամենը, ինչ որ Հիսուս ասում է։ И люди, сидя, они, слушая эти притчи, они начинали представлять, как там все происходит в этой Այսինքն притче. օրինակ ասում է սերմնացանը գնաց սերմցանելու, То есть он, когда говорил, и вышел сеять, այդ պատկերը գալիս է բոլորի աչքի առաջ։ сразу эта картина приходила всем. Они Որովհետև представляли, որովհետև եթե հասկանում են ինչ լեզու է։ потому что они понимали этот язык. Խոսքը պատկեր է դա։ И это слово становилось изображение. Էդի կոչվում է տեսիք։ Տեսիքը պատկեր է։ Это означает именно видение. Որտեղ եթե գործարակելուց 2:17-ում մենք կարդում ենք, որ մարգարեական խոսքը այսպես ասում, И в Деянии апостола во 2 главе 17 стихе мы видим, что մարգարեն, ով է մարգարեի խոսքը, իշարարողը, пророк говорит так. ասում որ հետի ժամանակներում հոգին թափեմ ամեն մարմնի վրա, И будет последний день, говорит Бог, и залью от духа моего на всякую плоть. ձեր որդիները եւ ձեր աղջիկները կմարգարեանան, И будут пророчествовать сыны ваши и дочери ваши, եւ ձեր երիտասարդները տեսիքներ կտեսնեն։ и юноши ваши будут видеть видения. Իսկ ձեր ծերերը երազներ կտեսնեն։ И от старцы ваши сновидениями вразумляемы будут. Ծերերը չի նշանակում ծեր մարդիկ։ И здесь старцы не означает старые люди. Այդ նշանակում է առաջնորդ մարդիկ։ Это означает, что предводители. Այսինքն եթե դու տան գլուխ ես, Значит, если ты глава семьи, դու արդեն ծեր ես։ ты уже старец. Ոչ թե ծերացած մարդ, Не просто ты старый այլ человек, պատասխանատու մարդ։ а ты ответственный человек. Եթե Ты դու մայր старец. ես, Если ты мать, դու էլ ես ծեր։ ты тоже старец. Ոչ թե ծերացած, А не просто այլ старый, պատասխանատու մարդ։ а ты ответственная мать. Եթե դու ազգատողմի գլուխ ես, Если ты главный родословий, դու ծերացած մարդ չես համարվում։ ты не просто старый, Այլ պատասխանատու մարդ ես։ а ты ответственный за этот род. Ու Աստված ուզում է քո հետ խոսա։ И Бог через тебя хочет говорить. Որտեղ ինքը ասել է, ես երազների միջոցով քո հետ կխոսա։ И потому что Господь, Он хочет с тобой Որ դու говорить. И ինչպես буду с тобой պատասխանատու говорить. մարդ, И как ответственный человек, որ դու իմանաս ինչ օգնություն անես քո սերունդին։ чтобы ты понял, как тебе нужно помочь этим людям. Որ իրաց փրկության վերես։ Чтобы их привести во Էսի спасение. կարևոր։ Это Էսի կարևոր։ важно. Հետո մենք տեսնում ենք նաև բացահայտ տեսիքների մասին, որ բաց աչքերը դու կարաս տեսիք տեսնել։ И мы видим открытые видения, когда ты открытыми глазами видишь это все. Սրա մասին մենք կարդում ենք հենց գործարակելուց 10-րդ գլխում կամ գործարակելուց 16-րդ գլխում ամեն շուտ կարդանք։ Это мы видим в Деянии апостолов 16 главе. 9-րդ խոսքում ցենց ասում, եւ գիշերվա տեսիք երևաց Պողոսին, И было ночью видение Павлу, որ մեկ մակեդոնացի մարդ կանգնած էր եւ աղաչում էր նրան եւ ասում էր անցեք Մակեդոնիա եւ մեզ օգնեք։ предстал некий муж, македонянин, прося его и говоря, приди в Македонию и помоги нам. Էսի կոչվում է բաց տեսիք, Это называется открытое видение. որ ինքը բաց աչքերով տեսնում է, քնած չէ։ Что он не спал, а открытыми глазами увидел видение. Օրինակ ես հիշում եմ, որ երբ որ կռվի դաշտում էի, И, например, я помню, когда я был на фронте, այնտեղ մի հատ դեպք էր ունենում իմ հետ։ там одно история случилась со мной. Ուրեմն ես զգում եմ Աստծո ներկայությունը մի հատ տեղում, Я чувствую в одном месте Божье присутствие, բայց չգիտեմ որ դա Աստծո ներկայություն։ но я не понимаю, что это Божье присутствие. Ես մտածում եմ երեք թշնամիներն են, Я подумал, что это враги, որովհետև մենք մոլորվել էինք։ потому что мы потерялись. Ու գնացել ենք մտել ենք թշնամու թիկունքը։ И мы пошли в тыл, вышли врага. Իրենք ջայրտավա տանկով սենց կորել ենք։ Трое в танке, мы потерялись. Ու այդ ներկայությունը այնքան ուժեղ էր, И это присутствие было настолько сильным. որ ես հայացք եմ զգում։ Я чувствую взор, Ինչ որ մեկի հայացք եմ как զգում։ будто кто-то смотрит на меня. Ու
ու եթե ինքան անհանգստացում են ձեր բանը, И это так сильно меня тревожило, որտեղ ինձ համար օտար է դա։ потому что это для меня было чуждо. Ու պատկերացնում եք, հանկարծ մենք մտնում ենք տանկը տեղափոխվում ենք, մերոնց ենք գտնում, ու ամեն ինչ բրծնված։ И вдруг мы заходим в танк, и мы находим своих, и это все теряется. Արդյունքում անցնում է մի ժամանակ, ես գալիս եմ եկեղեցի եմ գալի ապաշխարում եմ, И проходит время, я гаюсь и прихожу в церковь. в церкви գալիս։ В церковь. Դա։ Ու այդ ինչեւ ես ապաշխարում եկեղեցում, И почему я именно покаялся в церкви? որտեղ ես համոզեցի հրավիրեց եկեղեցի։ Потому что мой друг уговорил меня и пригласил меня в церковь. Ես եմ եկեղեցի խաթարել եկա եկեղեցի։ И я ради друга пришел в церковь. Բայց հետաքրքիր չի ասում ամենով։ Но вообще мне не интересно было все, что о Боге. Բայց երբ որ եկա այդ ժողովի վայրը, Но когда я пришел на это собрание, ես այդ նույն ներկայությունն եմ զգում, ինչ որ կանդիդատություն եմ я զգում։ почувствовал тоже присутствие, что там во время фронта. Ու ինձ մի հատ մեծ հարց բարձրացավ, ով է այս մեկը։ И для меня поднялся вопрос, кто это? Ու այդ օրը ասեցի, ուզում ես որ Հիսուս քո Տերը դառնա։ И в этот день меня спросили, ты хочешь, чтобы Иисус стал твоим Господом? Ու ես ընդունեցի Հիսուսին։ И я принял Христа. Սուրբ Հոգով կրկեցին И ինձ։ крестился Духом Ու Святым. 3 ամիս հետո И через 3 դուրս месяца նստած Աստվածաշունչ եմ կարդում, дома сидя читал Священное մեկ Писание. էլ հանկարծ էկրանը բացվում աչքի առաջ։ И вдруг открылся как экран. Ոնց որ հերթացույց միացնեն։ Как будто телевизор. Բայց չկա հերթացույց։ Но телевизора Այդպես нет. մի հատ տեսար։ Просто как картинка. Ու գիտեք, էդի շարժական է։ И оно двигалось. Ու էդի ոնց որ ֆիլմի պես ես այդ համացյալ։ И я как фильм увидел прошлое. Ու այնտեղն եմ տեսնում, որտեղ մեր տանկը կանգնած է, այդ բնությունը, այդ անդառնա, И я вдруг вижу, как мой танк стоит в природе, лес. ու մի հսկայական հրեշտակ տանկի մոտ կանգնած իր այս մի հատ ձեռքը տանկի բաժնի վրա։ И вижу, как большой ангел, могучий ангел стоит и рукой держит башню. Ու ես տանկի չափերը լավ գիտեմ, էլի։ Я очень хорошо знаю размеры танка. Բայց որ ես տեսա իր մի հատ ձեռքը այդ տանկի բաժնի վրա, И когда я увидел, как он одной рукой держал դա башню դերից է ես танка, պատկերացնում իր չափերը, я от этого понял, что он очень большой. որ ինքը շատ մեծ է չափերով։ Что он очень большой. Ու ես ասում թե խոսացի, ասեցի ուրեմն դու այդ հրեշտակին ուղարկել ես, որոնց իբրկես բերես հասցնես այսօրվա։ И я спросил, ты, значит, послал ангела, чтобы он нас спас, и мы пришли к покаянию потом? Ու հասկացա այո։ И я понял, да. Ասեցի կյանքս քեզ եմ նվիրում։ Я сказал, Бог, мою Если жизнь мама дарю говорит, тебе, для тебя буду жить, Եվ քո համար եմ նվիրում։ и для тебя буду я. Ու դրանց հետո կյանքս էլ ավելի ուժեղ խորացավ ու փոխվեց։ И после этого еще глубже углубился я в Դեսի Боге. քավենիցի հաստատեց։ Это видение, оно помогло мне еще больше утвердиться. Դրա համար Աստված տեսիքներ է տալիս։ И потому Бог дает нам видение для Նաև утверждения. առաջնորդելու համար, И для того, чтобы нас руководить. նաև հաստատելու համար։ И для того, чтобы мы могли понять. Աստված խոսում է նաև 5-րդ տարբերակն եմ ասում ձեզ И հիմա։ пятое, Աստված խոսում է մարդկանց հետ նաև իրադարձությունների միջոցով։ и Бог говорит с нами через разные обстоятельства, которые вокруг нас происходят. Դա։ Ու ինչա էսի մեր համար կարևոր, И почему это важно для нас? որ մեր ուշադրությունը ինչ որ ձևով գրավի։ Чтобы отвлечь наше внимание, привлечь наше внимание. Որովհետև երբ որ հանկարծ իրադարձություններ են տեղի ունենում, լավ թե վատ, И когда что-то происходит или хорошее, или плохое, իրադարձություններ, Տերը ուզում է քո ուշադրություն գրավի։ Он хочет привлечь твое Ուրեմն внимание, հանունի քեզ ասել։ потому что Он что-то хочет Там тебе барахло. сказать. Или Он может говорить с тобой. Ես մի հատ իրար անցում ամեն չէի, Я был в ситуации, ուրեմն ես նստած եմ սիրուն սենց հավեսով։ Մեկ էլ տեսնում եմ մրջուները այս մի ծայրից, պատի արանքից, դուրս են գալիս, պատի վրա, ու իշտում են, մտնում են պատի մյուս արանքը։ я спокойно стою и вижу, как муравьи по стене идут и спускаются вниз. Ես այդ ժամանակ ներված էի մի քիչ, խնդիրներ կային։ И я в этот момент себя не так уж важно чувствовал, потому что были проблемы, настроение. Ու ուշադրությունս գրավեց այդ մրջուների հոսքի։ И привлек мое внимание именно движение этих муравьев. Մի խումբը իջնում է, Одна группа спускается, իսկ մյուս խումբը բարձրանում է։ а следующая группа поднимается.
ու ինքան հետաքրքիր հետևել էսա process-ի։ И было очень интересно смотреть на этот процесс. Մեկ էլ տեսնում եմ, որ մի մրջուն սենց էս առաջի խմբից։ И я вдруг вижу одного муравья, который в первой группе был. Թափով գարցա որ պետք է իշնի, Быстро пришел, чтобы спуститься. գարցա ուղիղ չամքի շեղում է։ И пришел, и вдруг потерялся и прямо пошел. Ես սենց ուշադիր հետևում եմ Со էս։ скути. Մեկ էլ տեսնեմ ինքը կանգնավ, երբ մի 20 սանտիմ լրացել է ճանապարհը։ И я увидел, что он сантиметров 20 прошел и остановился. Ու կամաց հետ է գալի։ И он потихоньку задним ходом возвращается. Ու հենց մտավ այդ ճանապարհը մի շնորհ ծառաշարժվա։ И как только он вошел опять в свою дорожку, быстро спустился вниз. Այսինքն իր արագությունը նոր վերականգնվա։ Опять его скорость восстановилась. Ու դերը այդ իրավիճակի միջով խոսավ ինձ։ И Господь эту ситуацию использует, поговорил со мной. Ոչ թե դու խնդիր ունես, Не просто у тебя проблемы. հետ վերադարձի ճանապարհին։ Просто возвратись опять на дорожку. Ու ես հետ վերադարձա ճանապարհին, ասելով ներողություն խնդրեցի, որ վիճակում եմ հայտնվել։ И я попросил Господа прощения, что я в эту ситуацию попал, и вернулся опять на Ու նույն շատ արագ վերականգնվա։ И очень быстро все восстановилось. Իսկ ես մտածել եմ թթվել եմ մնացել իմ իրավիճակի մեջ։ А я был кислый и сидел на этом. Ինչքան եմ ես մտածեմ ես ճիշտ եմ։ И как бы долго не думал, что я прав. Դերը խոսած իմ հետ իրավիճակի պահ օգտագործելով։ И Господь поговорил со мной, именно используя эту Ու ситуацию. շատ արագ փոխվավ։ И очень быстро Ու изменил. ես գիտեք ինչ հասկացա։ И я понял, знаете что? Որ ոչ թե տերն է բարթացնում, мы сами усложняем։ Это мы сами себя Մենք усложняем. ենք բարթացնում։ Мы усложняем. Ինչու որովհետև կենտրոնանում ենք մեր վրա։ Потому что мы акцент ставим на себя. Իսկ Աստված ասում է փոխի հայացքը իր վրա։ А Господь говорит, убери свой взор на Հիմա ես ձեզ меня. հարց եմ ուզում տալ։ И я хочу вам задать вопрос, Ինքներդ մտածեք, чтобы вы сами подумали. ինչքանով դա արդար է, И насколько это правильно, եթե երկնքի տիրակալը կենտրոնացած է քո վրա, если Владыка Небес, Он устремлен на тебя, սասրիդատոչին է։ сосредоточен на Դու тебя, ես կենտրոնացած քո վրա։ и ты сосредоточен на себя, Ինչքանով է արդար։ насколько это правильно? Это правильно или нет? Нет. Հաստատ։ Հիմա եթե Աստված քո վրա կենտրոնացած է, Если Господь, Он Но это двояк опять-таки. Если я не понимаю, что от меня хочет, соответственно, либо հիմա ստե գաղտնիք ես է, եթե դու գիտես, որ ինքը քո վրա է կենտրոնացած, если ты знаешь, что Он сосредоточен на тебя, նշանակում է ինքնակալմա, որ դու կենտրոնացած ես իր վրա։ значит, Он ждет от тебя, чтобы ты тоже будешь сосредоточен на Մի Нем. օր տվես կանգնան փոքր էր ժամանակ։ Один раз мой сын, он еще маленький был, 4 տարեկան։ 4 года. Ես քովը նստած գիրք եմ կարդում ինտել կամպյուտերով մուլտիկանա։ Я сидел, книгу читал, а он рядом со мной сидел в компьютере играл. Не, мультик. Мультик смотрел. Еще игры не было так. Мультик смотрел, да. И потом поворачивает 4 года. И Что вдруг, старикан? он повернулся, ему 4 года было. И мне, он здесь остался. Из компьютера именно. Поворачивает, говорит, этот компьютер есть мой. один, есть один. Մենք ինքս ասում եմ, Հովսեփ ջան, ինչ որ ինքնա քոնա, ինչ որ քոննա, И я поворачиваюсь, ему говорю, все, что мое, твое, и все, что мое, все, что твое, все, что твое, твое. ինքս քեզ մտածել։ Դեսկա ոնց որ 4 տարեկան եմ, շատ ասես մտածում նորից հարցս կրկնեցի։ Ասում Հովսեփ ինչ որ ինքնա քոնա, ինչ որ քոննա։ И ему 4 года, он начал размышлять, и ему я опять говорю, все, что мое, твое, а все, что твое, твое. Մեկ ինքս sense ասեց։ Չէ, քոնն է։ Нет, он сказал, нет, твое тоже. 4 տարեկան երեխին հասկացավ էսի։ 4-летний ребенок, он понял это, Ինքը հիմա 20 տարեկան է։ а ему сейчас 20 лет. Ինքը իր վրա չի կենտրոնանում։ И он не... Իր վրա չի նայում իրան, էլի արդեն։ Ինչի որտեղ հասկացած, որ եթե մեկը իր վրա կենտրոնացած է եւ ինչ որ մեկին իրանն է պատկանում, պետք չի որ ինքն դրա վրա կենտրոնանա։ Потому что он понял 4 года. Ինքը պետք է մյուս բաների վրա կենտրոնանա, իսկ բանալի է։ Он понял, что сосредоточен, что неправильно быть только сосредоточенным на себя. Հիմա պատկերացեք sense։ Ասենք օրինակ տեսեք։ Например, посмотрите, Դուք բոլորը вы все Արամին ասում եք
Պաստոր Արամ ու Իլյուցիը։ Դուք բոլորդ ասում եք հովիվարը, Այո, ուսեր։ չեզի սիրում եք։ Հիմա լսեք, այսինքն դուք բոլորը Արամին ասում եք մենք ձեզի սիրում ենք։ Если вы все говорите, пастор Арам, мы тебя любим, Հիմա դուք իրան բոլորը ասել եք։ и вы все это ему сказали. Հիմա ես իրան մի քիչ սխալ վերաբերմունք եմ ստալի։ Я чуть-чуть показываю неправильное отношение к нему, Ու իրան ուզում եմ հասկացնել, որ ես քեզ չեմ սիրում։ и хочу этим показать, что я его не люблю. Հիմա Հովիվ Արամը սկսում է ներվել։ И пастор Арам, он начинает, Իրան բացը։ да, плохо себя чувствовать. Ինչի պատճառով, որ մենք իրան չի սիրում։ Из-за чего? Что кто-то его не любит. 100 հոգի սիրում են իրան, 100 человек любят его, մի հոգի չի սիրում իրան։ один не любит его. Ու հանկարծ Հովիվ Արամը գնում է սուղակի մեջ, И вдруг пастор Арам падает в этот капкан. որ ինչա որ մեկը չի сирում, Из-за того, что один не любит его, ինքը չի կարողանում ընկալել 100 հոգուց իրար он не может воспринять 100 человек, которые любят его. Աստեղ ոնց է խնդիր առաջանում։ Видите, как проблема появляется. Հիմա պատկերացրեք ամենակարողը, И вы смотрите, всемогущий. говорит, я люблю тебя։ Он говорит, я люблю вас. Բայց մենք ասում ենք, այն մարդը ինձ չի սիրում, ես նեղված եմ անկալ։ И мы говорим, нет, он меня не любит, я обижен. Այստեղ մենք սխալ ենք ցույցարել։ И здесь мы делаем Ոնց ошибку. որ մենք ամենակարողի սերը Мы уже не видим любовь всемогущего Бога. իլի փոխում ենք։ Мы меняем Հավիտենական սերը эту вечную любовь ժամանակավոր սիրով։ с любовью временной. Էսի վտանգավոր ստեղ պետք է շատ զգուշ։ Это очень опасно. Да? Тут нужно быть осторожным. Ես ու դու պետք է առաջնորդվենք այդ հավիտենական սիրո արժեքով։ Мы должны двигаться этой вечной любовью. Այդ ինչ համար երբեմն հանգամանքները մեզի հետ խոսում են։ И именно потому именно эти обстоятельства говорят с нами. Ես երկու տեսակի խոսալուորով միացրեցի մի լեզվով ասեցի։ Я присоединил две языки, как он говорит, в один пункт. Մեկը հանգամանքներն են, մեկը կենտրոններն են։ Նիշակ։ Что один обстоятельство, а второй через животное. Որտեղ մենք տեսնում ենք Աստվածաշնչում մեջ երկու լեզուներ կա։ Потому что мы видим, что именно эти два языка именно в Священном Писании есть. Օրինակ ասում է ծույլի գնամրջունի мод վրջունից աշխատեցող։ Как говорит Писание, иди к муравью, научись, как работать. Աստված է խոսում։ Бог Ծառայողի говорит միջոցով, через животное, թագավորի միջոցով է խոսում։ через царя говорит, Ուղղություն է տալիս։ дает направление царю. Ասում է նայ մի հատ երկնքի ագրավներին։ Говорит, смотри на воронов небесных. Հիմա ինչ եմ ուզում դե ասել։ И что я в этом хочу сказать? Պատկերացրեք մենք լսում ենք, որ ագրավները կռում են։ Вы представьте, что как вороны каркают. Մենք որ ասում ենք, սա գետի սկսեցին կռավ, իմ գործերս ասամ ձախողելու է։ И мы начинаем говорить, о, опять они каркают, значит, дела плохо пойдут. Էսի սնահավատներն են այսպես մտածում։ Так говорят люди, которые суеверные. Հա, բայց այդ ագրավները որ կռում են, նրանք հաց են ուզում Աստծուց։ Но вопрос в том, что они каркают, они хлеб хотят от Господа. Գոնե մենք իրաց նայելով պետք է սովորենք աղոթքանը։ Мы, наоборот, смотря на них, мы должны научиться молиться. Բայց մենք սխալ ենք մտածում։ Но мы думаем, что они о нас говорят. Հիմա, ինչ եմ ես ուզում որ դուք վերցնեիք։ Աստծուն լսելը շատ հեշտ է։ И что я хочу, чтобы вы взяли, слышать Господа, это легко. Երբ որ մենք լսում ենք, պետք է հնազանդվել մեր լսած խոսքը։ Когда мы слышим, мы должны смириться, Որ լսած խոսքը կատարենք։ чтобы слышанное слово исполнить. Աստված խոսում է առակների միջոցով։ Бог говорит через притчи, Որտեղ մենք տեսնում ենք, որ Հիսուս այս լեզուն շատ է օգտագործում։ потому что мы видим, что Господь очень много. Երբ որ դու կարդում ես Հիսուսի առակները, Когда мы читаем притчи Иисуса, պետք է հասկանաս, որ Աստված խոսում է քեզ։ ты должен понять, что Господь с тобой говорит. Բանը ուզում քեզ հասկաս։ Хочет что-то объяснить тебе, Որ դու իմաստուն լինես, чтобы ты стал мудрым, որ դու բաներ իմանաս։ чтобы ты много узнал. Բայց երբ դու իմանալու, Но когда ты это узнаешь, երբ որ կասես Հիսուս այս բանը ի՞նչ է նշանակում։ когда ты скажешь, как ученик Иисус, что ты хочешь это Ինքը сказать, բացվելու է քո։ и Он это откроет. Մի անգամ մի տաքսիստ ճանապարհ է գնում, Один раз я с таксистом ездил в путь,
ու այս տաքսիստը ինքան էր բողոքում այս մեկից, И таксист жаловался от этого второго, третьего. ասի ոնց այս մարդու ֆոկուսը փոխեմ։ И я сижу и думаю, как мне поменять этот разговор этого Ամ չես ուզում վիրավորես, Не хочешь вроде его обидеть, բայց ուզում ես նաև խոսակցության թեման փոխես։ но хочешь поменять общение, тему общения. Մեկն ասում հա պատմություն կարա պատմել։ И я говорю, могу я одно откровение с тобой поделиться? Պրիչը։ Притча. Եկի, ասեց ի՞նչ պատմություն։ Ասեմ պատմում շատ լավ պատմություն է։ И я говорю, он спрашивает, какую историю? Говорит, очень хорошая история. Ու ասում եմ, մի հարևանության մեջ երկու մարդ են ապրում։ В одном соседстве жили два человека. Մեկը չար է, մեկը բարի է։ Один был злой, другой был добрый. Հիմա այս չար հարևանը անդադ հրարում է բարի հարևանի, որ կռվի իրար։ И каждый раз этот злой провоцирует, чтобы была ссора. Ու վերջի գլուխ գործոցը չար հարևանը։ И самое последнее зло, которое он хотел сделать, Մի դույլ կեղտ է վերցնում, берет один ведро грязи человеческой ու բերում է գնում այդ մարդու դրան մոտ ու թողում է թուքը։ и приводит, ставит у дверей дома и уходит. Ու մեկ էլ հարևանը, բարի հարևանը, արագուտը բացվել է, գեղեցիկ եղանակա, պատուհանը բացում է, И сосед, который доброе утром проснулся, погода хорошая, открывает окно и хочет насладиться погодой. Воздух է։ Воздухом. Այդ հոտը իրան գժվությունում է։ И этот запах его злит. Ինքը վերցնում է ուսում է ինչ-որ մի ատվետ տա։ И он берет это ведро и хочет дать какой-то ответ ему. Բայց ասում է կային ես ուրիշ ձևով կվարվեմ։ И вдруг говорит, ладно, я ему отвечу по-другому. Այդ այդ վեդրոն դատարկում է, Он идет, выливает это ведро, մի հատ լավ լվանում է, очень хорошо գնում է помыть, իր այգու ամենատիր խնձորները հավաքում է, идет в свой огород и собирает самые лучшие яблони. ի գալիս այդ հարևանի մոտ։ И приходит к этому злому соседу. Դուրը գործեցում է այդ հարևանը բացում է, И он стучит ему в дверь, и когда этот злой сосед открывает дверь, մտածելով վերջապես իր երազանքը կատարվել է, կռվելու է այս հարևանի հետ։ думает, о, наконец моя мечта исполнится, сейчас мы будем драться. Իսկ այս հարևանը վերցնում է մի дույլ խնձոր բարձում է իրան ասում է հարևան ջան, եսի վերցեք անուշկանել։ И он этот ведро яблоко дает ему, говорит, на, возьми, пусть тебе будет это всё приятно, наслаждайся. Слушайте на здоровье. Հետո թեքվում է, ասում է ինչ ասեմ հարևան ջան։ И вдруг он поворачивается и говорит, что мне сказать, сосед? Ասում է ով ինչով հարուստ է նրանով է կիսվում։ Говорит, чем не богатый, тем и делимся. Հիմա ես էսի որ պատմեցի վերջացրեցի։ И когда Ասեցի այս մարդիկ ինչով հարուստ են։ эту историю я закончил, я говорю, кто чем богат, тот этим и делится. Ասում եմ դու ինչով ես հարուստ։ А ты чем богат? Դրա մասին պատմինձի։ Теперь расскажи мне о том, чем ты богат. Այս շոֆերը քայլում է։ И этот шофер говорит, Кабинет. встал, ступор, Ու բաչունի պատմելու։ и уже ничего не может Այս сказать. չես ուրիշի կերտերի մասին ընտրի պատմում։ И я ему говорю, зачем ты чужие грязь мне рассказываешь? Դու քո հարստության մասին խոսա։ И говорит, чем ты богат? Ինչ կա սրտում, ինչ լավ բան ես խոսում։ Что у тебя в сердце? Что хорошее есть? Расскажи. Զրո։ Ну, Да-да. Ու ես սկսա արդեն խոսալ։ и я начал. Հա։ Հա։ Ու ես սկսեցի արդեն ինչով ես եմ հարուստ։ Գրանատիսը։ И я начал делиться тем, чем я богат. Արդեն դուք հասկացաք։ Ես Հիսուսի մասին եմ խոսում իրեն։ Հիսուսի քաջության մասին եմ խոսում։ Այդ մարդը վերջին ինձ ասում է, քո համար կարամ ունենամ, որ պետք է կապնեմ քո հետ։ И я начал говорить о сладости и благости Христа. И он в конце говорит, можно твой телефон взять, я буду связываться с тобой. Да, пожалуйста. Ay, հիմա այս մի բաժին ավարտում ենք սենց, հետևություն անենք։ И вот первую часть мы заканчиваем. И давайте Համար առաջին Աստված քեզ դիմում է քո անունով։ первое, Бог говорит с тобой по имени. Դրա պատճառով որ իր ցան И ջան։ именно впоследствии этого ты понимаешь, что он говорит с Դու тобой. օտարի հետևից չես գնում, И ты не идешь за чужим, որտեղ օտարը սատանան է, потому что чужой это дьявол, ինքն էլ քեզի քո անունով չի կանչի։ он никогда не зовет тебе по Որտեղ имени. իրան դրված չի։ Это не дано ему. Ու ինքը խոսում է տարբեր ճանապարհներով, И он говорит разными путями.
Մենք խոսացինք մոտավորապես մի 7 հատ ճանապարհ, հեսա մենք լիք շարունակենք։ Բայց հիմա վերցնենք мы говорили о 7 путях, но мы продолжим еще через какие пути вы говорите с нами. Хорошо, եկեք վերցնենք այդ։ Հա, ինչ հարցեր կա։ Կարող եք հարցեր տալ, հետո մենք շարունակենք ասա։ Առաջի հարցը ոնց հասկանալ, որ դեսի գլետի именно հասցուցար, ոչ թե ֆանտազիա։ Как понять, что это видение от Бога, а не моя фантазия? Էդի սա գալիս է նայեք, սենց է գալիս։ Երբ որ մենք մտածում ենք օրենցի մի բանի շուրջ, մենք կարող դրան համապատասխան զարգացնել մեր երևակայությունը։ Այստեղ արդեն մենք պետք է նայենք ինչի շուրջ ենք մենք մտածել, որի պատճառով ֆանտազիան սկսել է արթնանալ, այսինքն երևակայությունը։ Да, тут уже зависит от того, когда мы думаем и начинаем фантазировать насчет этого. Мы тут должны понять, мы о чем думали, что вот эта фантазия пошла идти в суть. Ուրեմն ֆանտազիրovat, հա, ասենց ասենք, երևակայել, То есть мы начинаем фантазировать. էդի աստվածային բան է մեր մեջ։ Это от Бога должно у нас. Բայց ինքը ակտիվանում է այն բանի պատճառով, ինչի շուրջ դու մտածում ես։ Но он активизируется от того, вокруг чего ты думаешь. Եթե ասենք օրինակ նայում ես մարդիկ հարուստ են, Например, ты смотришь люди богатые, դու ես ուզում հարուստ и լինես, ты тоже хочешь быть богатым, ուզում ես քո երևակայությունը միացնել, и ты включаешь свои фантазии, պատկերացնել, որ դու հարուստ մարդ ես, представлять себя, что ты будешь богатым, բայց հիմք չունես, но фундамента нету. էդի կոչվում է ոնց որ անիմաստ ֆանտազիա։ Это называется бессмысленная фантазия. Կամ մարդը նայում է մի հատ գեղեցիկ աղջկա, Там, например, человек смотрит на какую-то красивую девушку, ասում է շատ կզնակ ես իրան ունենայի, очень хотел бы я его иметь, ինքը սկսում է ֆանտազիան միացնել, и он включает фантазию, ինքը պատկերացնում է, որ ինքը այդ աղջկան ունի։ и начинает фантазировать, что Я вот он я сам имеет сбавлял эту девушку в себе, то есть включает. Էդի արդեն որոշում ես ինչի շուրջ ես մտածել։ Это показывает, вокруг чего ты Հիմա фантазируешь. երբ որ դու գիշերցրեք մտածում ես Աստծո պատվերների մասին, Когда ты ночью и днем думаешь о заповедях Божьих, դու այդ խոսքերի գաղտնիքներն ես տեսնում, и ты начинаешь тайны этих слов видеть, երևակայությունդ միանում է, включается твоя фантазия, ու հասկացությունն է բերում քեզ ոնց կարող է դա ինչ անել։ и приходит понимание, как это все можно сделать. Քանի որ էդի ֆունդամենտալ հիմքը, И так как это есть фундамент, դու հանկարծ այդ բանը սկսում ես վերաբերել։ ты начинаешь это действовать. Այն մյուս դեպքերում էդի տեղի չունենում, В тех случаях это не էդի происходит. մեր մակումդ քիչ աշխարհում։ Это остается внутри твоего разума. Բայց այս դեպքում А именно в этой սա կյանքի է կոչվում։ Ժուլիա։ Կյանքի է կոչվում։ жизненной. Չերևացողից երևացող է դառնում։ То есть невидимого превращается в видимое. Որտեղ ես մեկի հետ եմ Աստված կանգնած է, Потому что за этим стоит Бог. այն մեկի հետ Աստված չի կանգնած։ Затем Бог не стоит. Չնայած, Несмотря այս աշխարհում в этом мире շատ մարդիկ многие այդ սկզբունքը օգտագործում են эти начала используют, սատանայացության տակ, воздействуют сатаны, ինչ որ բաների հասնում են։ чтобы достичь чему-то. Օգտագործում են Աստվածայինը, Используют божественное, բայց ոչ թե Աստծո համար։ но не для Бога. Էլի գործում է։ И тоже действует. Դրա համար պատասխան են տալիս։ И потому для этого они даже дальше. Պատկերացի չէ տարբերությունը։ Դրա համար էսիկները, Видение մենք քննություն ենք անում գրվածքի համաձայն։ мы все испытываем через Писание. Եթե դա գրվածքի համաձայն ինչ որ ես արել եմ, И все, что я видел и делал, это оно совпадает с Священным Писанием. ուրեմն ես ակնկալիք ունեմ, Значит, я имею что-то принять. որ էդի կարա տեղի ունենա։ Что это может это случиться. Իսկ մենք զանազան ենք ասել։ И через это мы Պատկերացեցիք չէ՞ տարբերությունը։ знакомимся. И второй вопрос. Դա։ Յովը, որ ասում ասում, ես լսեցի, ասում եմ մատես տեսնում եմ։ Դա շուտ մաչկա դրանցում, соответственно, ինքը ինչ է տեսել, ո՞մ է տեսել, ասում է տեսել։ Իրա պատկերացումն է ի՞նչն է։ Ես ասեմ, այստեղ ինքը ասում տեսնում է հոգևոր ֆրոնտ։ Ոչ թե ֆիզիկապես, այլ որտեղ ֆիզիկապես ոչ մի չի կարող տեսնել։ Иов здесь видит Бога не физически, а именно духовно. Физически никто не видит. Никто не может увидеть Бога. То есть ему открылись духовные глаза. Ինքը տեսնում է հոգևորապես իրան, որովհետև զրույցը եկնում է հոգևոր դաշտում։ Он его видит духовно, потому что разговор идет о духовных вещах. Սկզբում ես
Հենց ասեմ, սկզբում երբ փաստը որ սկսում է իր հետ խոսալ, այդ 4-րդ То մարդը, есть первый факт, что Бог начинает говорить с ним через человека. через человека. Потом Бог сам начинает говорить с этим человеком. Это մարդու հետ ապրել ինքը անձամբ ասում խոսալ։ И потом Бог именно лично Մեկը говорит с человеком. ճանապարհ պատրաստում, Один готовит путь, ու Աստված խոսում է այդ մարդու հետ ապրել անձամբ։ и вторым Бог уже лично говорит с этим Ու человеком. այն ինչ որ խոսում է Հոբի հետ, И то, что он говорит с его, իր աչքերը բացվում են։ открываются его Որտեղ երբ որ глаза. Աստված խոսում է, Потому что когда Бог говорит, մեր աչքերը բացվում են։ наши духовные глаза открываются. Պատկերացեցի չէ՞, այդի իրար հետ շփկապված։ Իսկ Они все вместе связаны. Մովսեսը որ խոսած Աստծո հետ, որ ասում ես տենա հետևից գնալ։ Ինչ աչքերով է գնալու դոկտորից աչքերով։ Չէ, Իրանը ֆիզիկապես է։ Նա ֆիզիկական Հա, բայց դրամա ասում, դու չես կարող ձեզ ստատուսով տեսնել։ Բայց ես թույլ կտամ քեզ։ История с Моисеем, то есть он уже видел физически, потом Бог сказал, ты не можешь увидеть меня и остаться в живых. Потому я рукой покрою, и ты со спины увидишь меня. Ու դրանք խորհրդապատկեր են մեզ համար, И это все пример для нас, որ իրանք ոչ մի վերստին ծնված մարդիկ չեն։ что они не были рождены свыше. Դրա համար իրանք չէին կարող տեսնել։ Потому они не могли увидеть Бога. Տարբերությունը սրա մեջ է։ И разница в этом. Մենք այսօր կարող ենք տեսնել։ Мы сегодня можем увидеть Бога, потому что мы рождены свыше. Ոչ մի։ Եկել երրորդ հարցը, դուք ասում եք Աստված դիմում է անունով կոնկրետ մարդու, ճիշտ է։ Սատանան չի կարող դիմում, չունի ստատուս։ Իսկ օծը, Էդեմում եւ այն ոնց դիմում, եւ այլ պրոստը։ Չէ, անունով չի դիմում։ Դեռ չի, որովհետև եթե անունով դիմեն, չէ, ինքը պետք է мտածել, որ Աստված է իրար իջնում։ И история с Евой, когда змея обратился к Еве, он не обратился ей по имени. Просто подошел и начал говорить с ней. Իրավ Истинно Бог говорит. Ես դիմեն ապրաշենի եւ ու բայմի։ Не было, да. Գիտեք ինչ արեցի կարևոր, որովհետև նայ, ինքը դա կարանում մենք տեսնում ենք, որ սատանան կատակում է ինչի վրա, որովհետև մարդու հետ Աստված խոսում է անունով, Ադամին ասում է Ադամ ուր ես։ То есть мы видим в Ветхом Завете тот момент, что дьявол он сердится, потому что Бог изначально говорит человеком имени, по имени говорит, Адам, где ты? Որովհետև Աստված օրինակ հենց իր սատանային կանչում է Լուցիֆեր, որ երկնքին է։ И потому что сам на небесах Господь обращался к сатане по имени Люцифер. Ինքը անունով է կանչել բոլորին, անգամ ռեշտարներին։ И он всех позвал по имени, даже всех ангелов. Որ ում որ անունով է կանչում, ինքը էծերով անձնավորում ամեն մեկի։ Потому что кого он зовет, он этим и да. Իսկ սատանան ինքը չունի էդի որ անի։ А у дьявола нет этого. Եթե լիներ իր մոտ, ուրեմն ինքը Աստված է։ Если это было бы у него, он Бог. Դրա համար իրան ասում են հակաքրիստոս, Потому ему говорят, что он антихрист. բայց անուն չեն տալի, կարգավիճակ են տալի։ Но нету имени, потому что Երբ որ ասում է հակաքրիստոս, говорит, когда антихрист, դա խոսում է գործունեության ձևի մասին։ это говорится о его деятельности. Բայց երբ որ իրան ասում են սատանա, հինավուրց օծ, բոլորը բնութագրում է իր գործողության մասին։ И когда говорят дьявол или древний змей, то говорят о его деятельности, а это не его имя. Это говорит о его отношении, о его деятельности. Ու իր անունը Լուցիֆեր անունը, И չէ՞։ его имя Люцифер, Արժեքազրկված նսեմացված։ и она обесценилась и потеряла свою Ու ценность. ուզում որ իրան ինչպես Աստված կանչի։ Он хочет, чтобы его звали как Богу. Դրա համար ոչ մեկ իրան դες չի կանչում։ И потом никто его по имени не зовет. Թեպուզ եւ մարդիկ կան որ իրան այսօր ինչպես Աստված են ճանաչում։ Даже те, которые его признают как Бога, Միևնույն է։ Դա հասկանում են որ դա չի գործում։ все равно мы видим, что это действует. Ուստեղ ինչի՞ կարևոր որտեղ զանազան են մեզ համար։ И здесь что важно, чтобы мы разделили это. Որովհետև երբ որ անունը տրվում է որից մեկի հետ անձնավորելու process-ն է կարևոր։ Когда кому-то дают имя, это формулирует личность. Իր նպատակները, գործերը, ինչով է մարդը պետք է զբաղվի։ Его деятельность, его жизнь. Դրա համար երբ որ մենք տեսնում ենք որ Աստված անուն տվեց, չէ՞, ասեց
մարդ ստեղծենք մեր պատկերով ու նմանությամբ, И когда мы видим, что Бог сказал, вот, и создадим человека по образу и подобию ինքը своему. ամենառաջի բան ասում է նրան մարդ կոչվի Ադամ։ И Бог сразу сказал, его назовут Адамом, человеком. Ու էդի ինչ որ ձևով իր ինքնության մասին է խոսում։ Он сразу, назвав человека по имени, он дал ему личность, сделал его личность. Идентификация произошла. Դրամա երբ որ Հիսուսը երկու ձևով է ներկայանում, մենք ինքը ասում է ես Աստծո որդի է, И потому Иисус показывает себя двумя людьми. Один он говорит, я Сын Божий, եւ ասում է ես մարդու որդի եմ։ и говорит, я Сын Человеческий. Գոլություն լավ է։ Իսկ նշանակում է վերստին ծնունդի օրինակ։ И это пример рождения свыше. Поэтому դրա համար Հիսուսը մեր օրինակն անգամ վերստին ծնունդի է։ И даже в этом Иисус, Он живет для нас на рождении свыше. Մենք հա մարդու որդի ենք Мы, как и человеческий дух, եւ մենք Աստծո որդի ենք։ и мы дети Божьи тоже. Այսինքն ես երկուսը միասին մենք բանում Мы и ենք։ дети Божьи, и дети физических своих родителей. Ու այս դրա մեջ ամբողջ ճոխությունը բացվում И նոր вот эта տակարան։ вся прелесть Нового Завета. Դրա համար մենք նոր արարածներ ենք Աստծո որդիներ ենք։ Потому мы новое творение во Ու Христе. Հիսուսը շեշտելով որ ասում է ինքը իր բառներին կամ իր ոչխարների անունով է դիմում, И именно когда написано, что Иисус звал своих овец по имени, ու այդ բառները, այդ ոչխարները հենց այդ դրա հաշվին են ճանաչում ասում։ и именно поэтому его овцы знают их. Իսկ օտարի հետևից չեն գնում, որովհետև օտարի ձայն չեն ճանաչում։ И потому за чужим не идут, потому что его не знают. Որովհետև օտարը քեզ անունով չի դիմելու։ Потому что чужой, он тебя не Այսինքն зовет по имени. ամենատրամաբանական ընկալումներից մեկը, Это самое простое разделение, как разделять. որ մենք դաժե մեր տրամաբանությունով կարող ենք Что мы շնորհալ։ включаем Логическое мышление. Լոգիչական։ да, логически, логика. Շատ պատկերացեցիք, չէ՞։ Очень хорошо. Շատ ուժեղ է։ Եկեք տեսենք այդ մի քանի ճանապարհներ, որ Աստված խոսում է ճանապարհներով, ուրեմն դրանցից մեկը հրաշքներն ու նշաններն են։ И давайте вернемся к тому, через какими путями Бог говорит с нами. Это через знамения и через чудеса. Որտեղ նշաններն ու հրաշքները իրականում դուր է բացում, որ մարդիկ ընկալեն Աստծո գործերը։ Потому что именно знамения и чудеса, они открывают двери, людям помогают, чтобы они обратили свое внимание. Բոլոր այդ տեղերը, որտեղ Հիսուսը հրաշքներ էր արել մարդկանց մեջ։ Все те места, в которых Иисус говорил чудеса, Բոլոր տեղերում դրված է մարդիկ այդ հրաշքներն ու նշաններն են Աստծո պարբանում։ они видели все эти чудеса и знамения и прославляли Бога. Անկամ Հովհաննեսի 3-ի առաջի խոսքերում դրված է, Даже Евангелие от Иоанна 3 главе, որ как անկամ в փարիսեցիները что даже фарисеи, նրանք հասկանում էին, որ Աստված է այս մարդու հետ։ и они понимали, что с ним Бог, с Որտեղ этим человеком. Նիկոդեմոսը գալիս է խոսում է Հիսուսի հետ, Потому что Никодим пришел к Иисусу, ու ասում է մենք գիտենք, որ դու Աստծուց ես։ и они говорят, мы знаем, что ты от Бога пришел. Որտեղ ոչ ոք չի կարող այն նշաններ ու զորություններ անել, որ դու ես անում, եթե Աստված նրա հետ չլինի։ Потому что мы знаем, что никто не может творить такие чудеса и знамения, если не от Бога. Հրաշքների նշանների միջոցով ով էր բացում։ Աստված էր բացում այդ մարդկանց։ И через эти знамения и чудеса Бог открывался этим людям. Ու Տերը խոսում էր նրանց միջոցով։ И через эти знамения и чудеса Бог говорит с ними. Էսի շատ կարևոր բան։ Это очень важно. Դրա համար վերջի ժամանակներում մի լեզուներից մեկը որ սավանան օգտագործել է, դեպք որն է։ И о последних временах один из языков, как будет сатана говорить с людьми, это какой? Այս լեզուն է։ Именно этот язык. Հրաշքներ ու նշաններ կանի, Он будет делать чудеса и знамения, որ մարդկանց ուշադրություն գրավի։ чтобы обратить на него взор. Ու իրան Աստծո դեր դեպի։ И он себя поставит вместо Бога. Ստելա տարբերությունը, В этом разница. որ հրաշքներն ու նշանները պետք է Աստծուն հայտնեն, Что чудеса и знамения должны открыть Бога. բայց սատանան իրան է հայտնել, Но дьявол, он открывает ոչ թե себя, Աստծուն։ являет себя через Իսկ чудеса. Քրիստոսի գլխավոր գործերից մեկը է։ А у Иисуса один из главных дел в том, чтобы явить себя. Не явить себя, Открыть Богу. Открыть Бога, Отца. открыть, явить Бога. Սա զանազանելու համար։ Явить Бога. Սատանան իրան է բացելու Дьявол будет открывать себя հրաշքների ու նշանների միջոցով։ через чудеса
чудеса и знамения. Իսկ Հիսուսը երբեք դա չի արել։ А Иисус, Он никогда этого не Նա делал. ինչ հրաշքներ զորություններ որ արել է, Все, что Он чудеса и знамения ինքը делал, բացել է որ սերը մարդկանց համար։ Он открыл двери для Бога. Այդ ինչի համար երրորդություն այնքան կարևոր օգնություն ա մեզ համար։ И потому это для нас очень большое. Պատկերացրու չէ՞ տարբերությունը։ Էսի շատ կարևոր է։ Это важно. Հետո մենք տեսնում ենք որ Աստված իր ձայնը կամ իրան դասել է տալիս ուրիշ մարդկանց միջոցով։ И следующий пункт, что Бог использует других людей, через которых Он Он говорит. говорит через людей, сенсорс։ Да, Он говорит через людей. Այսինքն ես ու դու նաև բաց պետք է լինենք, որ այդ դերը նաև խոսում է մարդկանց միջոցով։ Значит, мы должны быть открыты в том, что другой человек может говорить От Бога. от Бога нашу жизнь. Այո։ Ոստեղը չէ էսի կարևոր։ И почему здесь это важно? Շատ մարդիկ անարգում են այս ճանապարհը։ Очень много людей, они не ценят этот путь. Իրանք բաժանել որ բոլոր ճանապարհները լինի, Они хотят, чтобы эти все остальные дороги были, բայց ոչ թե մենակ մարդու միջոցով չխոսάει։ но именно этот путь не принимают, что кто-то Если- от Бога будет говорить. Վտանգավոր սխալ է։ Это очень опасная дорога. Այդ դեպքում այդ մարդիկ չեն կարող անգամ Աստծո ընկալել։ В таком случае они не могут и от Бога воспринять что-то. Принять։ Воспринять. Принять։ Да. Это այդ բառը, Շատ է։ Հիմա տեսեք, վտանգը ինչու է կայանում։ Ես Աստծո ստանում եմ իվան, Опасность в чем состоит? Я что-то принимаю от Бога, Աստված ուղղակի Արամին որ հաստատի ինչ որ մի բան, որ ես ստացել եմ, и Бог посылает Арама, чтобы утвердить все, что я получил, ես անարգում եմ դա։ и я обесценю это. Կամ افերգայի։ Отвергаю, обесцениваю. Ես կտրում եմ իմ ստացած բանը Աստծուց վկայության զորությունից։ Я разделяю то, что я получил от Бога, не почитая вот этот момент. Ես իմ ստացած ակրավենյան զրկում եմ մարդու միջոցով եկած օգնությունը։ Отвергаю. Да, я отвергаю то откровение, через которого я мог получить подтверждение. Այսինքն հասկացաք չէ, ես վկայություն եմ քանդում։ Я мог получить подтверждение, и я вот это подтверждение разрушаю. Ու այդ դեպքում շատ մարդիկ մնում են անկատար իրանց լսած բաների մեջ։ И в таких случаях эти люди не остаются это слово не Многие вещи շատ բան է ստացել են ասում, Очень многие вещи получили, но они բայց եթե չեն իրականացնում, оно не явилось, не исполнилось. մենակ մի բան պատճառ որ անարգել են մարդու կողմից եկած Только վկայության одной կողմից։ причиной, что они не приняли, что кто-то другой может прийти и поговорить от имени Бога. Սա շատ կարևոր է։ Это очень важно. Ինչու՞։ Որովհետև Աստված նաև մարդու միջոցով է խոսում։ Потому что Бог, Он может через человека говорить. Աստված կարող է անձամբ ասի քեզ, Бог может напрямую тебе сказать, բայց ինքը գերակասում է մեկ ուրիշի միջոցով հաստատի քեզ։ но Он больше хочет, чтобы через кого-то говорить с тобой. Որ դու հասկանաս ինչ որ դու Աստծո դասել ես, Чтобы ты понял все, что ты услышал от դա Бога, իրապես Աստծոց է, եւ որ ինչ որ մեկը գալիս է նույն բանում что ասում это է։ истина от Бога, потому что кто-то пришел и посвидетельствовал то, что ты услышал. Սա ոչ մի որ Աստված ուրիշի միջոցով խոսած նույն բանի մասին կորե։ Это означает, что Бог о том же сказал через другого человека. Այդ դեպքում դու սկսում ես գործել։ Вот тогда ты утверждаешься и ты начинаешь действовать. Դրա համար է խոսքը ասում, И потому Священное Писание говорит, երկու կամ երեք վկաների միջոցով ամեն բան հաստատվում է։ потом говорит, что где двое и трое свидетельствуют, то это истина. Ու այդ ժամանակ դու թեև ես անում գործել համար։ И тогда ты смело идешь и начинаешь действовать. Էսի շատ անհրաժեշտ է։ Это очень Ու нужно. սատանան այդ հենց այս ոլորտի մեջ շատ վնասներ է բերում։ И именно дьявол в этом направлении очень много вреда приносит. Ինչու՞։ Почему? Որտեղ ինքը զրկում է քո ստացած բանը վկայության զորությունից։ Потому что он тебя разделяет того свидетельства, которое ты мог получить от другого человека. Ու ստեղ արդեն մենք տեսնում ենք շատ երազանքներ որ չեն կատարվում։ И мы здесь видим, что многие мечты не исполняются. Մենակ այս բանի պատճառով։ И вот единственное говорит Իմ об դրա этом. դասական օրինակներից մեկը գրված է հենց գործարակելուց 9-րդ գլխում։ Это классический пример, который написано в Деянии апостолов, 9-րդ գլխում։ 9 главе.
Աստված հանդիպեց, չէ՞ մենք կարդացինք արդեն, որ հանդիպեց Սողոսին, ասեց Սողոս, ինչու ես ինձ հալածում։ Դժվար է քեզ թամին խացով տալ։ То есть мы увидели, что Иисус встретился с Павлом, сказал, как ты гонишь меня, трудно идти против рожна. Ու այդ ժամանակ հենց Սաուլը իրան ասում է, ինչ ես ուզում որ ես անեմ։ И вдруг в этот момент Саул говорит, Господь, что ты хочешь, чтобы я сделал? Ու Տերը կարող ասել, ճիշտ է։ И, конечно, Господь мог сказать, что ему Որտեվ հանդիպել է խոսում է այդ։ потому что вот Господь говорит с ним. Ասում է մտի քաղաք քեզի կասեն ինչ անես։ Он говорит, иди в город, тебе скажут, что делать. Ու հանկարծ մեկ է Անանիա անունով մի աշակերտ, И вдруг в этом же городе ученик по имени Анани, Աստված իրան ասում է դեռ մի հատ սենց մարդ կա։ Бог ему говорит, там вот на этом улице Ровно есть один человек. Իմ լույսից կուրացել է։ От моего света он ослеп. Կեթասի մա իրան մոտ, Придешь к нему ու իր աչքերը կբացես, и откроешь ему глаза, ու կասես ես ինձ ծրագրեր ունեմ իր համար։ и скажешь все то призвания, которые я имею для него. Ինչ է իմ համար անել։ И что он должен делать для него. Հիմա պատկերացնում եք, այդ Անանիայի միջոցով ամբողջ ծրագիրն ասում Սաուլին։ И видите, все призвание апостола Павла говорит через Ананию. Потом հետո դրանից հետո Սողոսը նաև անձամբ է լսում նույն բանի մասին։ И через какое-то время Савол это все лично принимает от Бога, слышит. Ու այս երկու վկայություն իրար հետ մեզ տալիս են Պողոս առաքյալը։ И вот эти два свидетельства делают свою работу, что он превращается в Павла. Представляете? Շատ ուժեղ է։ Դրա համար, երբ որ Աստված մարդկանց միջոցով է խոսում, մենք պետք է քննենք, բայց ոչ անարգենք։ То есть, когда Бог говорит через людей, мы должны исследовать, но не отвергать. Հասկացա՞մ։ Դրա համար ասում եմ մարգարեությունները քննենք, բարին անում կրնենք։ Потому говорит, что пророчество испытывайте, а хорошего держитесь. Դա առաջի Թեսաղոնիկեցիների 5-րդ գլխի 20-րդ խոսքն է։ Առաջի Թեսաղոնիկեցիների 1 Фессалоникийцам, 5-րդ 5 գլխի глава, եւ 20-րդ խոսքը։ 20 стих об этом говорит. Ինչպես մեր համար կարևոր է, Почему это важно для нас? որ մենք թույլ տանք, որ Աստված մեկս մյուսին օգնի։ Чтобы мы позволили, чтобы мы друг друга помогли. Որովհետև Աստված կարա քեզ մի հատ խոսք ասի, ասի մի հատ զանգի ասենք Հովին, ասա Հովին Տեր ասում է, որ քեզ շատ է սիրում։ Потому что он может тебе сказать, позвони пастору и скажи, Бог тебя очень любит. Ու դու ասես, հա բայց ով գիտի, ես զանգեմ ոչինչ։ Ու մտածես էդի քո միտքն է։ И ты можешь подумать, пастор и так знает, что я его люблю, что я буду звонить ему. Это мои мысли, наверное. Но հարցը դրա մեջ չի։ Но Որ вопрос ով в գիտի դրա этом, մասին։ что пастор знает. Հարցը նրա մեջ է դու կհնազանդվես դի անես։ Вопрос в том, что ты смиришься и примешь это слово. Հանկարծ դու հնազանդվում ես անում ես։ Հնազանդվում ես ու անում ես։ И когда ты смиряешься и делаешь, как услышал, Մեկ էլ որը ասում է, ես մոտս и он вдруг говорит, ты знаешь, этот человек от Бога сейчас услышал. որովհետև ես իրականում դրա կարիք ունեի։ Потому что прямо сейчас я нуждался в Մեկ էլ этом քեզ слове. ասում եմ, դու ճիշտ բան ես դրսել Աստծուց։ И, например, кто-то говорит, ты как правильно услышал от Бога. Ու դու էսի պետք էր ինձ ինչ որ դու ասես։ Это то, что ты говоришь, мне так нужно было. Մենք Աստծի միջոցով կարող խոսանք ուրիշի Ты կյանքի։ говоришь, о, Господи, неужели через меня может говорить жизнь другого Ուսից человека? մենք Հիսուսին օգնում ենք։ И мы вот так помогаем. Դրա համար ասում է քննվեք, И потом говорит, исследуйте, բարիից բռնվեք, но доброго держитесь, որ կարողանաք օգնություն լինեք։ чтобы вы могли стать помощью. Դա ստրավրանչի ես ինչ երկար մնացի, որտեղ ես ամենաշատ անարգվածի։ Почему я на этом акцентировал внимание? Потому что это больше всех пренебрегают от него. Ու այսպես մարդիկ ինչ են անում, փակում են այդ դուռը, որ կարող Աստված իրենց միջոցով մեկին մի քաղցր խոսք ասել։ И они закрывают дверь, через которую Бог мог что-нибудь хорошее Ինչ сказать. է ապագա բաների մասին բան ստանաս։ И до того, как мы получим что-то о будущем, Աստված ներկայացած էլեմենտար բան ասել որ անես։ Бог в настоящем времени хочет какие-то вещи сказать. Այդ բան վերապրել եք երբևիցե։ Например, вы что-то пережили, так? Այսինքն Աստված իրականում ուզում է շատ բաներ անի մեր միջոցով, մեր յուրաքանչյուր, որ մենք բաց լինենք, որտեղ Աստված կարա համ մեր միջոցով մեկին օգնի, համ կարանք մենք բաց լինենք, որ ուրիշի միջոցով մեզ օգնի։ И потому мы должны открыты быть
для Бога, что Бог не только кого-то может использовать для благословения тебя, говорить свою жизнь, но и ты можешь для кого-то стать голосом Бога. Օրինակ ձեզանց ասես բան վերաբերեք, օրինակ դուք ուզում եք միտեղ հյուր եք, հա? У вас вот такое случалось с вами, что вы хотите пойти в гости кому-то, Ու դու մտմետ մի բան եք առնում, и вы начинаете заходить начать фрукты покупать, ասեք հենց խնձոր եք առեկա, բանան եք առեկա, մենակ նարինջ եք առեկա, բոլոր իրար հետ։ или гранат вы купили, или апельсин, или все вместе, или по Ու отдельности. գալիս եք այդ մարդկանց տուն հյուր, И вы приходите в гости им домой, մեկ էլ իրանք ասում են, դու որտեղից իմացա, որ իմ սիրտը հենց էս է ուզում։ и он говорит, откуда ты знал, что именно этого я хотел? Դու էլ ասում դե շատ դե մի քերեկա բարից էլի։ Да, я не знаю, вот пришло на ум, я и купил. Բայց դա դες չի, այդ нշանակում Աստված է դիտել եք սրտում։ Но это Այդ не Աստված так. է միտք ուղարկել։ Это не так, вот Бог вложил в твое сердце, что ты это Ու купил. դա նշանակում որ Աստված խոսում է նաև մտքերի միջոցով։ И это показывает то, что Бог может говорить через мысли, Ոնց եք զանազանում։ как мы разделяем. Երբ որ բարի բան կա դրա մեջ, Когда есть добро в этом, այդ Աստծուց է։ от Бога. Իսկ եթե դրա մեջ չար բան կա, Если есть слово, Это ясно. это не от Бога. հասկանալի է։ Դրա համար երբ որ դες մտքեր են գալի անգամ սովորական մարդկանց մեջ, Когда и потому, когда приходишь мысли даже в простых людях, էլի Աստված է անում։ это опять Бог делает. Ուղղակի իրենք չգիտեն դե։ Просто они не знают об этом. Երբ որ Հիսուսին ընդունում են, Когда они принимают Христа, այն ժամանակ էլի սկսում է բացվել իրանց համար։ и это начинает открываться. Որտեղից են եթե հասկանում։ Откуда мы это понимаем? Աստվածաշնչում է գրված։ Это написано в Священном Որտեղ ասում է Писании. ես քեզ օգնել եմ, И потому что там написано, я тебе помог, բայց դու ինձ չես ճանաչել։ но ты меня не знал. Ու էսի մեզի բացատրություն է, И это для нас որ объяснение, Աստված մարդկանց օգնում է ամեն ժամանակ։ что Бог помогает всем людям во всякое время. Բայց իր գաղտնիքները չի բացում ամեն մեկի։ Но Он не открывает свои тайны, кому попало. Իր գաղտնիքները բացում ամենակ իր ողջերին ուտսրել։ Он свои тайны открывает только для своих детей. Մարդ պետք է որդի դառնա, որ նոր Աստծո գաղտնիքներ ունենա։ Он должен стать Детем Божьим, чтобы ему тайна. Այս աշխարհի ոչ մի մարդ, В этом мире ни один человек, որ Հիսուսից ծնված չի, который не рожден от Иисуса, Աստված իրան գաղտնիքներ չի ասում։ Бог не говорит ему тайны. Աստված օգնում է իրանց, Бог помогает ему, բայց ոչ թե գաղտնիքները բացում։ но не открывает Իսկ тайны. գաղտնիքները ում է բացում, А тайны кому открывает? որդիների ուտսրել։ Своим детям, дочерей и сыновей. Ամեն, Ամեն։ ամեն։ Դու քո գաղտնիքները չես այդում օտարի որդուն բացում։ Ты свои тайны не идешь чужому, не рассказываешь. Դու քո գաղտնիքները բացում ես քո երեխեքին։ Ты свои тайны открываешь И своим дзება։ детям. Այդ նշանակում է, որ Աստված էլ է այդպես վարում, որտեղ մենք ենք այդպես վարում, որտեղ ինքը էդի մեր մեջ է դրել։ И если ты так себя ведешь, значит и Бог так себя ведет, Он открывает тайны своим детям. Շատ հրաշալի է։ Հասկացան, որ Աստված խոսում է մտքերի միջոցով նաև։ Ամեն։ То есть мы поняли, Бог говорит через мысли. Ուրեմն Աստված խոսում է ուղիղ մեր սրտի մեջ հոգու միջոցով։ И Бог говорит напрямую в наш дух, Որտեղ ասում է Սուրբ Հոգին մեր հոգու հետ, потому что говорит, что Дух Святой говорит Духу нашему, որի հետ միասին նաև մեր անձին տեղեկություն են տալիս, անձին, и который дает, ինֆորմացիա, да, и дает информацию нашей личности, որ մենք Աստծո որդիներ ենք։ что мы дети Божии. Ով է վերաբերել այս բան։ Кто пережил это? Որ Աստված իրան ասել՝ «Դի մոյ սին»։ Который говорил, ты мой сын, ты моя дочь. Էդի քո հոգուն ասում։ Бог, Он говорил это в Քո твой միտքը дух. չկար հասկանում։ Он не говорил твой разум, Բայց քո միտքը նորոգվում է այդ խոսքերից։ но твой разум обновлялся от этих слов. Որտեղ Հռոմեացիների հետ 8:14-15 կերում է գրված։ Потому что на Римлянам 8 главе 15 или 16 стихе говорит об этом. Որ Աստված Սուրբ Հոգին մեր հոգու հետ մեր անձին վկայություն է տալիս, Что Дух Святой Духу нашему дает информацию о нашей личности, որ մենք Աստծո որդիներ ենք։ что мы Его дети. Ու էդի մեզի նորոգում է տալիս։ И эти слова Մեր обновляют միտքը нас. նորոգվում է, Наши мысли обновляются. մենք չենք մտածում, որ մենք անպետք ենք, И мы уже не думаем, что мы не нужны. մենք տեսնում ենք, որ ինչ-որ մեկին մենք պետք ենք։
мы начинаем понимать, что мы кому-то нужны. Ու այդ ձեր մտքերի հետ չենք աշխատում։ И уже такими мыслями не работаем. Որտեղ Սուրբ Հոգի միշտ քո հոգուի վկայություն է տալիս։ Потому что Дух Святой всегда дает свидетельство твоему духу, Որ դու Աստծո գանձն ես, что ты драгоценность Божия, որ դու Աստծո սիրելին ես, что ты возлюбленный որ Бога, Աստված քեզ փայփայում է։ что Бог, Он лобзает, защищает, Обнимает. обнимает, Գրկախառնվում է, այսինքն սիրում է քեզ, значит любит тебя, օգնում է քեզ։ помогает тебе. Այդ իսա վկայությունները, որ գալիս են մեր հոգու մեջ, Это все Вот свидетельство, у меня честь. что ты не один, որ ես քո հետ եմ, что я с այդ тобой. իսա հոգու վկայություններ են, որ մեր միտքը հասկանա, Это все духовные свидетельства для մեր միտքը нас, պետք է հաշվի նստի այս վկայությունները, что наш разум, он должен это все принять, որ փոխվի, чтобы измениться, իրավիճակները տենց են փոխվում, чтобы обстоятельства երբ որ изменились. մենք Աստծո ձայնին հնազանդվում ենք։ Когда мы смиряемся перед Божьим Словом. Աստված կարի նաև վերջի բանն եմ ասում, կարա նաև լսելի ձայնով խոսակցել։ И последнее, что говорю, Господь может слышащим голосом говорить с тобой. Էդի շատ ռեդկի բան է։ Это очень редко. Միշտ չի որ ինքը բարձր ձայնով է խոսում, Это не всегда, когда որ դու Бог կարաս քո открыто ֆիզիկական աչքերով քո своими հոգացքերով физическими ушами ты слышишь этот голос. բայց չի բացառում որ էդի կարա թե Но не исключено, что որտեղ մենք так Бог Աստվածաշնչում ենք говорит. տեսնում ենք, Потому что мы в Священном Писании видим, երբ որ Սողոսի հետ խոսում էր Աստված, когда Бог говорил с Савлом, բարձր ձայնով էր խոսում, Он говорил громко, ոչ թե իր հոգու մեջ էր խոսում, не просто говорил в его ոչ թե իր духу, մտքի մեջ էր не խոսում, говорил в его мысли, այլ բարձր էր խոսում։ а говорил громко, У него ясно, совсем и бարձր и ձայն։ он громко и ясно слышал Կողքի своими մարդիկ ушами. չէին հասկանում, Вокруг людей не понимали, իրանք ինչ որ մի ձայն էին լսում, они просто голос բայց услышали, խոսակցությունը մենակ լսում էր Պողոսը։ но все, что весь разговор слышал только Савва. Մի անգամ օրինակ sense վկայություն ասում դրա Расскажу одно свидетельство на это. Ես իմ համար տանը նստած էի Մոսկվայում ես դեպքը տեղ ունեցել Я сидел в Москве спокойно в своем доме, ու բանա գիտար էի նվագում ու երգում էի սաղմոսներ։ просто играл на гитаре и пел псалмы. Ընկերս էլ այդ ժամանակ ինքը նոր մտել էր լողանալ։ И друг мой только что зашел купаться. Ու երբ որ ես կուխնյայում նստած բան եմ անում, այդ կուխնյայից դեպի բաղում դեռ փոքրիկ պատոհան կա։ И когда я сидел в кухне играл, там перед кухней видела маленький окошко. Ու երբ որ նվագում եմ, եկել հանկարծ զրյալ ձայն եմ լսում, ֆիզիկական ականջեր։ И когда я сидел и играл на гитаре, я вдруг слышу ясный голос Հենց ֆիզիկական ականջեր։ физическими ушами. Որ մեկը ինձ ասում է Կարեն, Кто-то мне говорит, Карен. ու այդ բան ես արդյունք եմ դալասում Արմենյանցի կանչել ես։ И в этот момент я зову этому парню, говорю, Армен, ты меня звал? Ինքը ասում է չէ, չեմ կանչել։ Он говорит, нет, я тебя не звал. Ես նոր շատան եմ նվագել, երկրորդ անգամ եմ նույն ձայնը։ И я продолжил играть, и второй раз услышал. Նոր ստեկում եմ ասում եմ Արմեն ձեր ես տվեցի։ И второй раз иду, говорю, Армен, ты меня звал? Ինքը չի պատասխանում։ Он больше не отвечает. Ես շարունակում եմ էլ նվագել։ Я продолжил дальше. Երբ որ երրորդ անգամ եմ լսում այդ նույն Когда ձայնը։ третий раз Карен! Карен, Ես մի անգամ Սամուելի պատմություն եմ հիշում։ сразу вспомнил историю Самуила. Ու մի անգամ ասի ինչ ա դեր։ Сразу сказал, что Господь? Ու մենք էլ ասում եմ հիմա թող նվագել, լսի թե երկնքում ինչ երաժշտություն է իթում։ Он сказал, сейчас прекращай играть, просто послушай, какая музыка сейчас с небес. Ու մենք էլ այդ պահին այդ ամբողջ պատալոկը անհետանում է։ И вдруг в этот момент как будто потолок весь исчез. Не то что как будто исчезла исчез։ Ու մենք ես երկրորդ հարկում եմ, վերեք 3 հարկ անհետացավ։ И я был на втором этаже, и все 3 этажа исчезли. Ու ես մի անգամ երկնքի մեջ եմ հայտնվել։ Как будто я опять оказываюсь на небесах. Ու ես տեսնում եմ այնտեղ ոնց է երկում ու փառաբանում ասում։ И я вдруг вижу, как там прославляют и поют. Ինչ գեղեցկություն է, ինչ հնչողություն է, ինչ И ներդաշնակություն։ какая красота, какая музыка, и все. Մարդկանց ժպիտով դեմքերը, И ոնց են людей, Աստծո հիացած փառաբանում։ как они с улыбкой на лице Ах, восхищенные Иисус! прославляют Бога. Էդի տեսնել էր պետք ուղղակի։ Это только надо было видеть. Պատկերացեք, այդ երևույթը ակտիվացավ, երբ որ այդ ֆիզիկական ձայնը լսել դարձավ ինձ համար։
Это все активизируется, когда я услышал этот голос и смирился. Որտեղ հարցը լսելու մեջ չեմ եմ ասում։ Потому что вопрос не в том, что ты услышал, Հարցը հնազանդելու մեջ է։ а именно в том, что ты смирился под этим словом. Քեզի պասուշներ սախում է տանիչի։ Чтобы ты делаешь себя послушным этому слову. Տրվում ես այդ լսած խոսքը։ Ты отдаешься этому Ու слову մենք էլ բոլորն ես սկսում կատարել։ и начинает что-то происходить. Ու հենց լսելու մեջ իսի ամենակարևոր բանն է։ И именно слушание это самое главное. Երբ որ Պողոսը, Սողոսը լսեց Աստծո Когда Савл услышал голос Господа, շատ կարևոր արտահայտություն արեց։ очень важная вещь сказал. Ինչ ես ուզում Տեր։ Он сказал, что ты хочешь, Господь. Այդ լսելու մեջ ես շատ կարևոր էլեմենտ է։ Именно когда ты слушаешь, это очень главный элемент, важный элемент. Դրա համար ունեցեք ժամանակ Աստծո։ Потому имейте время для Господа. Եկեք հիմա խոսանք մի քանի տարբերակների մասին, երբ Աստված մեր հետ խոսում։ И давайте мы сейчас поговорим о тех ситуациях, когда Бог с нами говорит. Տեսեք, մենք խոսացինք առաջինը, որ Աստված ոնց է խոսում, То есть, во-первых, мы поговорили, как Бог говорит, ինքը քեզ կանոնով կանչում, что Он зовет тебя по имени, ու դրանով դու սկսում ես ճանաչել իր ձայնը։ и ты через это начинаешь познавать Ու Его բոլոր այս Слово. ճանապարհները, որ մենք խոսացինք, И все эти пути, которые мы поговорили, այս ամեն ինչ մեջ Տերը քեզ հետ խոսալով քո ձայնը, через, կանոնով։ через во всем этом Бог будет говорить с тобой через твое, обращаясь к тебе по имени. Կամ քեզ ծանոթ լեզվով, Или тебе знакомым голосом. որ գիտես ես մենակ հարազատն եմ Что ты знаешь, что именно близкий, родной человек с тобой так говорит. ու հավատացիք, որ մենք շատ արագ ենք այդ իսանազանը։ И поверьте, очень быстро мы это распознаем. Ուրեմն, մի տարբերակներից մեկը, որ ունեցեք այդ հանգստության տեղը կամ խաղաղության տեղը, ձեր ծածուկ սենյակը։ То есть первый момент, что вы имеете место покоя и время покоя. Որ այդ տեղում դուք կարող բան լնեք։ Լավ, սենց տրամադրված, նստեք, որ ասում լսեք։ Чтобы в этом месте вы смогли настроить себя на Божий лад. Դուք ձեզի պետք է պատրաստեք այդ լսեք։ Чтобы вы себя Իշեք, երբ որ դուք приготовили կարդում եք, услышать Его голос. երբ որ դուք կարդում եք Աստծո խոսքը, ինքն է ուզում ձեզ խոսա, ոչ թե դուք իրար։ Смотрите, когда вы читаете Священное Писание, Он хочет с вами говорить. Եթե մենք այս բանը ըմբռնեցինք, Если мы это поймали, մենք մեզի միշտ կպատրաստենք, որ դուք խոսանք։ мы всегда будем себя готовить к тому, чтобы Он с нами Երբ говорил. որ մենք ենք ուզում իր հետ խոսանք, Когда мы хотим с Ним поговорить, մենք մեր կարիքներ ասում ենք, թող մենք գնում ենք։ мы говорим о наших нуждах, поворачиваемся и уходим. Այդ է մեր սա խոսակցություն Աստծո։ И это вся наш разговор Богу. Ես ես խնդիր ունեմ, ես ես հարց ունեմ, ես ես պրոբլեմ ունեմ, խնդրում եմ լուծիկ, օգնություն թող գա, քո գործունեություն։ Господь, у меня вот эти проблемы, эти вопросы, и я хочу, чтобы ты мне Эти их меки решил. вот эти вопросы. И мы так Ой, хотим да, говорить, там на самом и мы статистика так и написана. говорим. Որ մենք հիմնական մեծեր ենք մոտենում։ Но, к сожалению, мы именно в основном так Шаг-чича разговариваем пора. с ними. Շատ քիչ է պատահում, И очень мало получается, որ ուզում ես խոստովանես քո սերը։ когда ты хочешь исповедовать свою любовь, Ասես թե ինչքան է признаться в своей любви, իսպես քո սիրո մասին իրան։ делиться о своей любви к Нему. Ես ինչ պետք է տեղի ունենա քո հետ։ Это всегда должно с тобой произойти. Ինչ որ բան է կատարվում։ Ինչ որ բան է կատարվում, ուզում ես դա անել։ Что-то с тобой происходит, что ты хочешь делиться о своей любви к Богу. Բայց երբ որ մենք հասկանում ենք, որ ինքն է մեր հետ ուզում խոսալ, Но когда мы понимаем, что Он хочет с нами говорить, մենք մեզին настройка ենք ամենտանիքի։ мы начинаем настраивать себя. Դա մեր աղոթքի սենյակն է, Это наша тайная комната, որտեղ մենք գալիս ենք պատրաստվելով իրանց լսելու։ куда мы приходим готовить себя, чтобы Ես услышать. այդ ժամանակ իմ կարիքների ողջ գալի իր առաջ։ Я в эту тайную комнату не прихожу с моими нуждами. Ես իրանց ուզում եմ լսել։ Я просто хочу от Него услышать. Որովհետև քո կարիքների համար մեկ անգամ կարաս խնդրես։ Для твоих нужд можешь один раз попросить. Բայց կարաս իրանց խնդրես 10 անգամ ոչ այդ կացուցես։ И 10 раз можешь получить ответ, как этот вопрос решить. Ուրեմն հարցը քո խնդիրը իրան ներկայացնելու մեջ չի։ И вопрос не в том, что ты показываешь свои нужды ему здесь. Ինքը ասել է, որ դու ասում ես, ես լսում եմ։ Потому что он сказал, ты сказал, я тебя услышал. Հիմա կորեկտա որ դու լսես ինչ անես։ И сейчас твоя очередь слушать меня, что я хочу тебе Այստեղ сказать. գաղտնիքը բացվում։ В этом тайна Որտեղ открывается. ինչ որ մի բան լսում ես, իրանց հարցափոխվում։
что ты что-то слышишь, Հարցերը փոխվում են։ и вопросы меняются. Հիշեք, որ երբ որ ինքը խոսում է, մարդը աչքերը բացվում են։ Потому что когда он говорит, наш взгляд Մենք меняется. լուծումներ ենք գտնում։ Мы находим решение. Ուրեմն մենք մեզի պատրաստում ենք լսել։ И потому мы должны себя готовить, чтобы слышать его. Երկրորդ բանը, որ մենք կարդում ենք Աստծո խոսքը ակնկալելով, որ ինքը մեզ հետ խոսալու է։ И второе, что мы когда читаем Священное Писание, мы понимаем, что Бог через это со мной говорит, Хочет говорить։ хочет говорить. Էսի շատ կարևոր է, որ դու էսի ըմբռնես։ Это очень важно, чтобы ты это воспринял. Որտեղ դες դու էսի ըմբռնեցիր, Потому что как только ты это воспринял, դու առիթը բաց չես թողելու։ ты не упустишь этот момент. Դու չես ասի ժամանակ չունեմ։ Ты больше не скажешь, у меня времени нет. Ինքն է уզում քո հետ խոսալ։ Потому что ты поймешь, он хочет с тобой говорить, чтобы тебе помочь. Նշանակում է դու ժամանակը հատկացնես։ И тогда ты понимаешь, я найду время и буду читать. Որտեղ ինքը էծեր կարևորում է քեզ։ Потому что через это он тебе дает важность. Մյուս կարևոր ճանապարհը, որի միջոցով մենք լսում ենք Աստծուն, И один из путей, который Бог говорит с нами, երբ որ մենք մտորում ենք իր ասածների մասին։ когда мы размышляем о Его Писании, Երբ որ դու մտորում ես իր ասածների մասին, когда ты начинаешь думать о Его словах, անկարծ է տամը չբացվում է։ и Он начинает открываться все. Աստծո խոսքը երբես էլ ասում է, մենք երբ որ խորհում ենք, И Божье Писание говорит, когда ты размышляешь, էդի ժամանակը, որ ինքը քո հետ խոսա, это время, когда Бог говорит с тобой. որտեղ մտածմունքի ժամանակ, մտորելու ժամանակ, Потому что во время размышления դու թույլ ես տալի, որ ինքը խոսա քո հետ։ ты позволяешь Богу говорить с тобой. Երբ որ դու գալիս իր առաջ խոսում ես, Когда ты приходишь и говоришь перед Ним, աղոթք ես անում, молишься, քո կարիքներն ես ներկայացնում, ты представляешь свои нужды, ինքը լուր է, որ էդ լսում է քեզ։ Он молчит и слушает тебя. Բայց երբ որ դու քո կարիքներն ներկայացրեցիր, բրծեցիր մի հատ ժամանակին նայեցիր, Но когда ты свои нужды представил, и ты посмотрел на свои часы, ու հելար գնացիր, и повернулся ушел, դու դեռ չթողեցիր, որ ինքը խոսա քո հետ։ ты не дал места ему сказать. Էդի լավ չի։ Это плохо. Պատկերացեք, երեխեք գալիս ասում են, մամա, ես բան եմ ուզում, ես բան եմ ուզում, ես բան եմ ճաշ շուրուպից, որ ես ուտեմ, И представьте, ребенок приходит, говорит, мама, я этого хочу, давай супчик налей. ինքը անում ամեն ինչ քո համար, որովհետև ինչ որ ասացիր ինքը արած։ И он делает все, что как ты попросил. Ու մաման ուզում է քո հետ երկու բան խոսա, И мама хочет два слова с тобой поговорить. ես ժամանակ չունեմ, գնում եմ ուշանում եմ։ Հետո И говорит, нет. И поворачивается. Էդ չի կարելի։ Так не надо. Աստծո հետ չեն անում դա։ Богом так не надо. Վտանգավոր է։ Опасно. Ուրեմն, երբ որ դու մտորում ես, Когда ты размышляешь, էդի ժամանակը որ Աստված խոսա քո հետ։ это время, когда Бог хочет с тобой говорить. Մյուսը հաղորդակցման աղոթք, И следующее именно молитва общения. որ ոչ թե դու քո կարիքներն ես ներկայացնում, Что ты не твои нужды ему открываешь. պրոստը հաղորդակցում ես իր հետ։ Просто ты сидишь и Ասես общаешься. ինչքան ինքը կարևոր է քեզ համար։ Что как важно Ասես это ինչքան դու все. սիրում ես իրեն։ Как ты любишь его, и Ինչքան как իրեն важен он կարողանում для ես։ твоей жизни. Ասես ինչքան լավ է որ դու ինձ գտա։ И так хорошо, что ты меня Ես нашел, շնորհակալ եմ քեզ որ Господь. դու ինձ գտել ես։ Я так благодарен, что ты меня нашел, Господь. И ты Подожди, начинаешь что общаться ты с ним. Այս բանը ոնց ես մտածում։ А ты как это думаешь, Господь? А там как ты думаешь? Ես ասում սենց եմ ասում։ Я так говорю, Господь. Ասում եմ դու իմ մեջ լուրջ մտածես։ Իմ մեջ լուրջ մտածես։ И я говорю Господу, Господь, ты молча, а мне не думай. Ко мне. А мне не думай. Да, вот так։ Չէ՞ որ դի հաղորդակցությունն է։ Потому что это диалог. Դրա համար եմ ասում իմ հաղորդակցման այս սենյակում իմ հետ բարձր մտածի։ Я говорю, в этой каменной комнате со мной громко. Думай. Думай и говори. Երբ որ մարդը գրոնկա դումա է, չէ՞։ Потому что когда человек громко думает, Ինքը իր մտքերն արտահայտում։ он начинает свои мысли говорить. Դու դրա միջոցով լսում ես իրան։ И через это ты Ինքը ինչ слышишь, ասում։ что он говорит. Չի լինում որ դու ինչ որ մեկը մտահոգված է կամ մտածումներով ընկած է։ Бывает, что кто-то сидит в размышлении и думает. Դու ասում ես ինչ ես մտածում, կարես ինչ բարձր մտածես։
И ты подходишь и говоришь, о чем думаете? Давай громко. Այսինքն դու նկատում ես բարձր արտահայտի քո Скажи մտածումները։ мысли вслух. Այդի հենց աղոթքի հաղորդացման մեջ շատ կարևոր դեր է И խաղում։ именно это очень важную роль играет в личных взаимоотношениях. Եվ 5-րդ բանը հարատևելու մասին է խոսում։ И пятое, Пребывание в Боге։ и пятое, что не нужно пребывать в Боге, пребывать в Боге. Այս հարատևելը ասում է пребывать в Боге։ И вот это пребывание в Боге, Դա նշանակում է, որ մենք միաժամանակ չենք։ это означает, что мы не единовременно в этом, Այսինքն մենք երկարաժամկետ ենք դրան։ что это мы долгосрочно в этом. Ոնց ամուսինները իրար հետ ուխտ են գնքում Как вот муж с женой, они заключают завет, ու իրանք երկարաժամկետ գաղափարով է չէ գնքում։ и этот завет они заключают долговременном, в долгосрочном времени. Ու դրան տալիս են այսպիսի գույն։ Հավիտյան մեզի ոչ մի չի բաժանի իրար։ И они дают это, что это во веки веков и навсегда. Մենակ մահը, ինչ։ Пока смерть не разлучит нас. Ու այդ ժամանակ մենք ասում ենք ես քեզ կհետեմ, որ մահը բաժանի մեզ իրանից, հա։ И тогда кто говорит, давай я тебя задушу, чтобы смерть разлучила нас. Էդի չի գործում։ Это не работает. Մենք հարատևում ենք ավելի շատ իրար սիրելով, Мы пребываем да, в любви։ пребываем в любви Наших даже отношениях. это в наших отношениях. Ու այդ отношенияների մեջ, որ մենք մնում ենք դրա մեջ, И в этих отношениях, в которых мы пребываем, ինք բացում աստծո գեղեցկությունը մեկ մյուսի Он հետ։ открывает свою красоту. Ոնց որ մարդիկ իրար հետ փսակվում են, И вот как муж с женой они ամեն ինչ դեպրացված չի։ пока еще ничего не открыто. Քայլ են քայլ։ Шаг за шаг они նոր բան է բացվում։ открывают новое и созерцают նոր красоту երազանք брака. բաներ է բացվում։ Ու մարդիկ ավելի ու ավելի прилепляются, ավելի ու ավելի И իրար больше и больше открываются, и они Իրան созерцают ավելի շատ են красоту ուզում դրա մեջ։ брака и еще больше прилепляются друг к другу. Այս 5 բաները Эти 5 вещей ոնց որ այն պիրուտներն են ասում լսելու համար։ – это период, который, когда мы слышим Бога. Դրա համար է մեզ պահանջվում է ծածուկ սենյակը։ Потому для нас очень нужна именно тайная комната. Մեզ համար պետք է Աստծո խոսքի հետ հաղորդակցվելը։ Чтобы вам было время общения, иметь общение со Священным Писанием. Մեզ համար պետք է այդ մտորելը։ Для нас нужно именно размышлять о Священном Մեզ Писании. համար պետք է այդ հաղորդակցությունը։ Для нас именно нужно вот это общение с Его Словом. Մի հատ պատմություն էր ես մտքովս ասում։ И одна история вот пришла нам. Ես էլ ասեմ առավ։ Это скажу и все. Տեսեք ինչ է դա քիչ։ Պատմությունը էսպես է։ Смотри, как интересная история такая. Այսինքն մեկ իր հարուստ բարեկամից անդադ օգնություն է խնդրում։ Один своему богатому родственнику все время просит помощи. Ու այդ հարուստ բարեկամը սիրով օգնում է։ И этот богатый родственник с удовольствием Ասում помогает. է՝ «Դու բարեկամն ես, ո՞նց ես կարող ես Я говорю, ты мой родственник, как я могу тебе не помочь? Ամեն անգամ, Каждый раз. ամեն անգամ։ Каждый раз. Հիմա հերթական դեպքում զանգում է իր բարեկամին, И вот еще один раз он звонит своему родственнику. ասում է ինչ որ բան է պատահ, ինչ որ бани կալիք кա։ Он звонит, говорит, ну что случилось, какой-то нужда есть? Ասում է չի, ես քո կարիքն ունեմ։ Он говорит, нет, я имею нужды тебя. Ասում է դու ունես ժամանակ, ես կարող եմ քեզ այցելել։ У тебя есть время, я могу тебя посетить? Ինքը ասում է իհարկե, քո համար մի ժամանակ ունեմ։ Он говорит, конечно, для тебя Ведь всегда как бумага нет была? время. Պետք է գումար ուղարկել։ Нужно деньги послать? Ասում է չի գումարն էլ կա, մենակ դու ժամանակ ունեն ասում է։ Нет, деньги есть, я просто, мне нужен ты, твое время. Ինքը ասում է քո համար ես ժամանակ ունեմ։ Он говорит, для тебя всегда есть время. Ինքը добро որ գալիս է пожаловать. հանդիպում են իրար։ И он приезжает, они встречают. Իրանք նստած են սեղանի շուրջ հաց են ուտում։ И они сидят за столом и кушают. Ու հանկարծ էս մարդը տեսնում է, որ իր հարուստ բարեկամը մտահոգված է։ И вдруг этот замечает, что его богатый родственник, он сидит и о чем-то размышляет. Մտահոգված է։ Да, он Ազատոչ է։ озабоченный, размышляет, озабоченный. Հիմա ես բարեկամը, ես հարուստ բարեկամին ասում եմ, ինչ է պատահել, ինչու ես մտահոգված, կարաս կիսվես իմ հետ։ И он этому богатому родственнику говорит, чем ты озабочен, чем я могу помочь, поделись со мной. Մեկը ինքը ասում է, շատ հրաշալի է, քիչ
քո հետ։ Ընդեղ ասում եմ մեկը կա, ուզում եմ իրան օգնեմ։ Он говорит, хорошо, говорит, я с тобой поделюсь, но там есть один человек, я ему хочу помочь. Բայց մարդ եմ անգարի ու միջոցով էի կարողանում։ Ну, я думаю, надо найти человека, через которого я буду помогать. Մեկ ես մարդ ասում եմ, կարա ես օգտակարել։ И он говорит, я помочь тебе. Ասում եմ, որ դու օգնես, մեծ գործ կանես ինձ համար։ Он говорит, если ты поможешь, большое дело сделаешь. Ասում եմ, ես պատրաստ եմ։ Он говорит, я готов. Ու ինքը դառնում է օգնության աղբյուր, И он становится источником որ помощи, իր բարեկամի օգնությունը հասնի այն մեկին։ чтобы помощь этого родственника дошла до этого Ու человека. եթե ամենամեծ բլագազարնեսն է И это становится самым большим благодарностью. Это իր բարեկամի նկատմամբ, благодарность к отношению его родственника, որ ոչ մի բան չի խնա իր համար։ что ничего не пожалеет для этого, Ի բաժանի է։ не пожалел. Հիմա պատկերացեք այդ հարց բարեկամը Հիսուսն է։ И теперь представьте, что этот богатый родственник был Иисус. Ու այդ բարեկամը դու ես։ И этот родственник ты. Ու քո համար առիթ հանձայում։ И для тебя появилась возможность, Ինչ կարամ քո համար անել։ что ты можешь что-то для него сделать. Ու դու կարաս լսես։ И ты можешь это услышать Ու այդ անես։ и это сделать. Ու դրանով իսկ քո շնորհակալություն հայտնես։ И через это показать свою благодарность ему, Ինչ որ Հիսուս արել է համար։ что он сделал для тебя. Ամեն։ Аминь. Ամեն։ Իսկ պետք է օգտակար է։ Կարանք աղոթենք հիմա։ Аминь. Давайте помолимся. Հայր ետքնային։ Небесный Отец, Ինչ շնորհակալ եմ այս ժամանակի համար, мы благодарны за это время, որ դու ստեղ ներկա ես, что ты был здесь, в твоем присутствии. քո ներկայության մեջ ես խոսքեր ազատագրվել եմ։ И в твоем присутствии высвободились эти слова. Աղոթում ես մարդկանց համար, Я молюсь за этих людей, որ յուրաքանչյուրի ջրորները բացվեն, чтобы каждого из сердца открылись, որ իրանք կարողանան մեծ գործեր անել, чтобы они могли большие дела делать, եւ կարողանան քեզ լսելով եւ հնազանդվելով чтобы они смогли тебя услышать и смирить с послушными ու օգնություն լինեն շատերի համար։ и стать помощью для многих людей, Որ իրացից յուրաքանչյուրը чтобы каждый из них պատճառ դառնա, станут источником, որ այս եկեղեցին կդցի նոր մարդկանցով, что эта церковь наполнится новыми людьми. որտեղ երբ որ դու լսել ես տալի քո ձայնը, Потому что когда ты даешь услышать свое слово, դու նաև բացում ես մեր աչքերը, так и открываешь наши глаза. ու քո սրտի զգացմունքներ ես փոխանցում մեր մեջ, И чувство твоего сердца ты передаешь нам, որ մենք օգնություն լինենք чтобы мы стали помощью մեր շուրջը գտնվող մարդկանց։ для людей, окружающих нас. Հիսուսի անունով։ Во имя Иисуса. Ինչ ես ուզում որ քո համար անենք։ Господь, что ты хочешь, чтобы мы сделали для Բացի тебя? մեզ համար Открой нам ու գործածի մեզ։ и используй нас. Հիսուսի անունով։ Во имя Иисуса. Ամեն։ Аминь.